Մարդ տաղլն ձեզ Անահիտ Կիրակոսյանն Ստեփան Դանիելյանը, էս ուր էիք։ Բարի լույս Շանթին հավատայում է ամենասիրելի հեռուստատիտողին, ես տեսնում եմ նրանք այստեղ են մեր կողքին են նայում են հենց քո աչքերին եւ միանում քեզնով Սերգեյ ջան։ Այո, այսօր ձեզ հետ է կանաչ Սերգեյ Դանիելյանը, Սպիտակ Անահիտ Կիրակոսյանը, բարձր չէ ամեն մեկին իր հակացով հիմավորեք եւ հասկացեք։ Այսօր ինչ օր է Անահիտ ջան։ Գիտես այսօր մի հետաքրքիր օր է։ Հա, վայ կներես։ Այո, այսօր հուլիսի 5-ն է, դա նշանակում է որ վաղը հուլիսի 6-ն է լինելու, կարող եմ հստակ մենակ իրա մերնել օրը չգիտի։ Սաղ գիտի, սաղ։ Նոստրադամուսի քուրն է։ Վերցրեք խնդրում եմ ձեր սուրճը, թեյը, լորիկով ծվածեղը։ Ես այսօր կխմեմ ուղակի հասարակ հայկական ժողովրդական ջուր։ Այո, ծորակից։ Ի վերջո բոլորս է կախված ենք մի կում թարմ ջրից։ Այո, ջրի գինը արդեն Անահիտ ջան, համարյա մի լիտր բենզինի գին է դարել, այո, գիտեի դա։ Ուրիշ նորությունով չէինք կարող սկսել այսօր եթերը։ Սիրելիներս, իսկ ես անվճար ծորակի ջուրը կլցնեմ եւ կխմեմ, այո։ Գիտեք, ասում եմ, որ պետք է հրաժարվել այն ամենից, ինչը չի կարելի կոչել օգտակար, գեղեցիկ կամ ուրախ։ Այդ ամենը ինչպես եւ ամեն օր մենք ամեն դեպքում կփորձենք լցնել։ Այո, սիրելիներ, դրա համար ջրից չեն կարող հրաժարվել, այո, ջուրը ամեն օր խմում ենք եւ եթե մարդ կարող է ապրել առանց սննդի մոտարապես 40-ից 45 օր, ապա առանց ջրի ընդամենը մի 3 օր, սիրելիներս, օդից հետո երկրորդ տեղում է։ Այո, ջրից ենք կախված։ Ինչ իսկ այս պայն հիշեցնենք մեր սիրելի հեռուստադիտողներին, որ ժամանակն է բաժանորդագրվել Շանթ Պրեմիումին եւ պատվիրել ընդունիչ ու քարտ shanttv.com կայքի Շանթ Պրեմիում բաժնում։ Ժամանակն է որն է արդեն բանից անցել է, շտապեք։ Այո, շտապեք ձեր բերել վերջին սերնդի HD ընդունիչ, որով կկարողանաք դիտել ոչ միայն Շանթ Պրեմիումը, այլ նաեւ արբանյակային տիրույթում հասանելի բոլոր, այդ թվում նաեւ հայկական ալիքներ սիրելիներս։ Ես կարծում եմ բոլոր ալիքները արդեն ձեր գործն է, ուզում եք ընդունեք, ուզում եք, չէ, բայց Շանթը կարող եք նայել HD որակով, իսկ դա մեծ հնարավորություն է տեսնել Սերգեյ Դանիելյանի բոլոր արտաքին թերությունները։ Բոլոր թերությունները, այո։ Այսօր հուլիսի 5-ն է, ինչպես նշեցինք, օրը չորեքշաբթի Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը։ Շնորհավոր տոնդ Սահմանադրություն։ Սիրելի Սահմանադրություն։ Երկար տարիների կյանք։ Երկար տարիների կյանք, առողջություն եւ ես քեզ ասեմ մաղթում եմ, որպեսզի քեզ չխախտեն։ Այո։ 1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմամբ անխուսափելի դարձավ նոր ազգային սահմանադրության ընդունումը։ Երկրի գլխավոր օրենքն ընդունվեց 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում եւ հուլիսի 5-ը դարձավ պետական տոն։ Չնայած կան երկրներ, որոնք որ յոլա են գնում առանց սահմանադրության։ Այո, օրինակ Անգլիան։ Իր համար ապրեմ, սահմանադրություն չունի, թե ոնց են դրանք ապրում չգիտես։ Բայց մեզ պետք է սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն, հռչակեց մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը, հիմնված օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությունը չի կարելի խախտել, թե պետք է այդպիսի օրինաչափություն։ Միշտ աշխարհը փոխվել է, այլ ժամանակ է որ սահմանադրությունը խախտվել է, եւ ձեր բոլոր ընդվզումները, այսպես ասած, բոլոր պորտկումները հակասահմանադրական են, դա էլ իմացեք, այո։ 1921 թվականին այս օրը Կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը միացվեց Ադրբեջանին, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու։ Սահմանադրությունով ի դեպ։ 1811 թվականի հուլիսի 5-ին Վենեսուելան հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։ Այս հուլիսի 5-ը շատ այսպես։ Էդ էլ էր հակասահմանադրական քայլ։ 1841 թվականի հուլիսի 5-ին բացվեց առաջին տուրիստական գործակալությունը, այսը կապ չուներ։ Այդ սահմանադրական էր, այո։ Իսկ 1954 թվականի հուլիսի 5-ին Էլվիս Պրեսլին ձայնագրեց իր առաջին երգը That's all right։ Էդ էլ է սահմանադրական, 1962 թվականի հուլիսի 5-ին Ալժիրն անկախություն ձեռք բերեց Ֆրանսիայից։ Էդ էլ սարսափելի հակասահմանադրական քայլ էր, եթե Ֆրանսիային հարցնես։ Հաստատ չէ։ Հաստատ սահմանադրական։ 1996 թվականի հուլիսի 5-ին Դոլի անունով ոչխարը դարձավ առաջին կլոնավորված կաթնասունը։ Դա սահմանադրական էր, այո։ 2012 թվականի հուլիսի 5-ին Լոնդոնում բացվել է The Shard Bacor անունով 310 մետր բարձրությունով Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը։ Դե ինչ, իսկ այսօր հուլիսի 5-ին բոլորիդ համար սիրելի հեռուստատիտողներ։ Լավ երաժշտություն, սիրելիս, որպեսզի զարթնեք վերջապես եւ միանաք մեզ։ Գնացինք։
Սրբուհի Սարգսյան ջանը մեզ համար շատ լավ երգեց։ Հայաստանի մասին եւ արտնացրեց բոլորիս։ Բոլորի լուրեր աշխարհից, բայց գնանք լմետնանք մեր ազգային ժողովում, ինչ հալնեմ հետո խոսենք։ Ազգային ժողովը 3 հուլիսի 4-ին արտահերտ նիստ է գումարել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու համար։ Հեսա փողերի չստելու եւ փրկեն Սևանը, հասկանում ես։ Ահ, ինչ փող են ուտելու, հա։ Նախագծով սահմանված է 2017 թվականին Սևանա լճից 270 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնել, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բաց թողման տարեկան թույլատրելի քանակը 170 միլիոն խորանարդ մետր է։ Գեցեն կոռուպցիոն ռիսկերը, այսպես ասած։ Զուգահեռ բնապահպանները հայտնել են իրենց մտահոգությունն ու սկսել SOS Սևան պայքարը, Սերգեյ ջան։ SOS Սևան, այո, սիրելիներս, այո, բավականին բարդ տարի է սպասում մեզ, բնապահպաններին ինչպես միշտ, ինչպես ասեմ, բնապահպանի տեղել չեն դնի եւ կանեն այն, ինչ որ միշտ արել են սիրելիներս։ Հալեպում վերականգնում են պատմական կառույցները, պատմաբաններն ու ճարտարապետները քաղաքի ազատագրումից հետո որոշել են վերադարձնել ազգային թանգարանի, հին գրադարանի եւ հռոմեական ջրանցույցի նախկին տեսքը։ Սիրելիներս, ես դիմում եմ մեր Հալեպի այսպես հայրենակիցներին, դա դեռ ոչինչ չի նշանակում, մի ոտավորվեք եւ ճամպրուկները դրեք այն կողմ, արդեն եկել եք, վերջ։ Սա պատմում է Սերգեյ Դանելյանը, իսկ թանգարանի տնօրենը պատմում է, որ ցուցանմուշների թվով Սիրիայում երկրորդ ազգային թանգարանն այժմ գտնվում է անմխիթար վիճակում, շուրջը պայթուններից առաջացած անցքեր են, ջարդված պատուհանների բեկորներ, սակայն եզակի հնագիտական գտածոները հաջողվել է պահպանել։ Այո, դա շատ լավ լուր է ի վերջո, եթե կամաց այդ ամենը վերականգնվի, ապա դա համաշխարհային, այսպես ասած, հաջողություն կլինի։ Սիրիայի կառավարության ակտիվ աջակցությամբ վերակառուցման աշխատանքները կավարտվեն 1 տարվա ընթացքում, այսինքն 1 տարի հետո մենք կլուսաբանենք նորմալ լավ նորություններ արդեն։ Այո, 1 տարի հետո մենք շատ լավ լուրեր հայտնենք մեր հարևան երկրից Սիրիայից։ 11 կիլոմետր երկարությամբ հռոմեական ջրացույցի վերականգնման պլանը նույնպես արդեն պատրաստ է։ Ներկայում Հալեպի բոլոր պատմական կառույցները գտնվում են սիրիական բանակի հսկողության տակ։ Փառք քեզ Աստված։ Այժմ մեր սիրելի էջը, որ չեն կարողանում միտեղ լինել, գոնե կարող ենք շրջել մոլորակի շուրջ, որ պատմում է աշխարհի ամենազարմանալի ջրվեժների մասին։ Համեն սիրելիներս, սարսափելի շոկ է։ Տանը նստած, այսպես ասած, շրջելը ավելի լավ է, քան թե շրջագայել։ Գնացինք։ Մոլորակի շուրջ։ Բնության ամենագեղեցիկ ու դիտարժան երևույթներից մեկը՝ զով, գայթակղիչ, կանչող ու դիտարժան, աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժների մասին հաջորդիվ։ Ամենագեղատեսիլ ու հիասքանչ վայրերից մեկը է զբոսաշրջության համար։ Ջրային հրաշալիք չքնաղ սահմանաբաժան Չինաստանի եւ Վիետնամի միջև։ Մեկ ջրվեժ, երկու անուն՝ Դետյան չինացիների եւ Բանզյոկ վիետնամցիների համար։ Դետյան կամ Բանզյոկ ջրվեժը չի կարող մրցել մոլորակի հռչակավոր ջրվեժների հետ ոչ իր բարձրությամբ, ոչ հորդառատությամբ եւ ոչ ծավալով, բայց փոխարենը ներառվել է թե Չինաստանի եւ թե Վիետնամի բնության հրաշալիքների շարքում։ Դետյան ջրվեժին հեքիաթային տեսք են հաղորդում նաև շրջակայքի բրնձի դաշտերն ու թավուտ անտառների թովիչ կանաչը։ Դետյանը համարվում է Հարավարևելյան Ասիայի ամենամեծ ջրվեժը, որի ստորին հատվածում գեղեցիկ լճակ է նավարկության համար։ Ջրվեժի գեղեցկությամբ հիանալու համար Դետյանի շրջակայքում կառուցվել են հարմարավետ դիտահարթակներ։ Մոտակայքում կան նաև զբոսաշրջային օբյեկտներ՝ սրճարան, ռեստորան, հյուրանոցներ, որոնց պատուհաններից երևում է բնության զարդ Դետյանը։ Ազատ անկումով ամենաբարձրն աշխարհում, Անխել ջրվեժ, Վենեսուելայի ամենազբոսաշրջային վայրերից մեկը։ Կանայմայի ազգային պարկում գտնվող Անխել ջրվեժը գահավիժում է Վենեսուելայի ամենաբարձր կետից, Սատանայի լեռ կոչվող ժայռի բարձունքից։ Ջրվեժի բարձրությունը 980 մետր է, ազատ անկումը 807 մետր։ Բարձրության շնորհիվ հատկապես 4 սեզոնին ջուրը չի հասցնում հասնել գետնին եւ գոլորշիանում է վերածվելով մառախուղի։
Մոլորակի ամենաբարձր ջրվեժի մասին աշխարհը երևի շատ ավելի ուշ իմանար, եթե 1935 թվականին ամերիկացի օդաչու Ջեյմս Էնջելը ուղղաթիռից չնկատեր ջրային հրաշալիքը։ Վենեսուելայի բնության հրաշք համարվող Անխել ջրվեժը, որքան էլ գեղեցիկ ու հետաքրքրական է որպես ամենաբարձրն աշխարհում, նույնքան էլ անմատչելի է։ Դժվար անցանելի վայրում գտնվող ջրվեժը տեսնելու համար կա երկու հիմնական տարբերակ՝ գետով եւ ուղղաթիռով։ Երկու անգամ ավելի բարձր Վիկտորիա ջրվեժից եւ 5 անգամ ավելի բարձր Նիագարայից։ Կայետուր։ Էկոտուրիզմի ամենահայտնի վայրերից մեկը Գայանայում եւ ավելի քան 30 ջրվեժներից ամենահայտնին։ Վենեսուելայի եւ Գայանայի սահմանամերձ հատվածում Պոտարո գետից թափվող Կայետուրն ունի 226 մետր բարձրություն։ Ջրվեժի շրջակայքում ծավալվող արևադարձային խոնավ անտառները Գայանայի քիչ ուսումնասիրված տարածքներից են։ Շրջակայքի գեղատեսիլ բնության հետ միասին ջրվեժը համարվում է համանուն ազգային պարկ, ուր հասնելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Հենց սա է պատճառ, որ չնայած Կայետուրն աշխարհի ամենաբացառիկ ջրվեժներից է, այնուամենայնիվ այնքան էլ հայտնի չէ եվրոպացիների շրջանում։ Աշխարհի ամենատպավորիչ ջրվեժներից մեկը բացահայտել է սպիտակամորթ երկրաբան Չարլզ Բրաունը։ Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի բնության ամենահայտնի ու գողտրիկ անկյուններից մեկը Բեռնի քաղաքի մերձակայքում Բեռնեի ջրվեժներ։ Ջրառատ գեղեցկուհին տեղակայված է MacArthur Բեռնի պարկի կենտրոնական հատվածում եւ նահանգի զբոսաշրջային հանգստավայրերից է։ Դեպի գեղատեսիլ պարկ ու շառաչուն ջրվեժ ամեն շաբաթ կազմակերպում են տասնյակ արժեվախմբեր։ Բեռնիի ջրվեժը ցած է հոսում մոտ 40 մետր բարձրությունից։ Կալիֆոռնիայի ամենագեղեցիկ ջրվեժն իսկական դրախտավայր է լողորդների, ձկնորսների, նկարիչների ու բնասերների համար։ Տեղափոխվենք Հնդկաստան, Կարնատակա նահանգ, 290 մետր բարձրությունից գահավիժող հրաշալիք Գերսոպա կամ առավել հայտնի Ջոգի ջրվեժ։ Աշխարհի ամենաբարձր ջրվեժների ցանկում ներառված Գերսոպան կամ Ջոգի ջրվեժն ունի 4 շառաչուն կասկադ։ Նրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր անունը՝ Հրթիռ, Կարլոպան, Ռաջա եւ Թագուհի։ Ամենաշառաչունն ու հզորը հրթիռն է։ Շարավատի գետից թափվող ջրվեժն այցելուների կարիք երբեք չի զգում։ Ջրային հրաշալիքը դիտարժալ է բոլոր կողմերից, սակայն առավել տպավորիչ է հատկապես անձրևային եղանակներին, երբ նրա հորդառատ հոսքից մառախուղի ամպեր են կոյանում շրջակայքում։ Ահա այսպիսի շառաչուն ու թովիչ բնության հրաշալիքներ։ Ահա այսպիսի զարմանահրաշ ջրվեժներ կան աշխարհում։ Ափսոս իհարկե ափսոս, որ նա այդ այսպես ջրվեժները մեր օլիգարխների ձեռքում չեն, թե չէ ամեն մի ջրվեժ պետք է ունենա իր ծորակը, ինչպես ասենք Շաքեի ջրվեժը, ասենք, երբ ուզում բացում ես, երբ ուզում փակում ես, դա շատ սահմանադրական քայլ է, ստիլներս։ Ի վերջո պետք է համանդրությունում դա ամրագրվի, որ ամեն ջրվեժ պետք է իր ծորակը ունենա, չէ։ Շաքեի ջրվեժն է բացվում ու փակվում, եւ մեր գովազդն է հիմա սկսվում։ Ահո։ Տունը վաճառում ենք կահույքով, ամեն ինչով։ Առնում եմ։ Գուցե նայեք։ Սա մեր հյուրասենյակն է։ Այստեղ մենք ամեն առավոտ կռվում ենք։ Առնում եմ։ Սա մեր ննջասենյակն է։ Ստեղ էլ ամեն գիշեր բարի շում ենք։ Առնում եմ։ Սա էլ մեր բաղնիկ զուգարանը։ Ինչ։ Սալիկները կերամամարացի են, հանել ենք հետներս ենք տանեմ։ Կերամամարացի, որակ, որից անհնար է հրաժարվել։ Սա էլ կերամամարացին, վայելեք։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։
Ժամանակն է իշել մեր գործընկերոջ։ Մեր հաղորդման հովանավորն է ԻՄԱ ընտանեկան բժշկական կենտրոնը, որտեղ իրականացվում է բոլոր օրգանների համակարգչային ախտորոշում, անոթների դուպլեքս հետազոտություն, հոդերի սոնոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, նյարդերի եւ մկանների ախտորոշում եւ վիտամին D-ի ախտորոշում արյան մեջ։ Այսինքն ոտից գլուխ ստուգում։ Այս ամենն իհարկե զղջված գներով, իսկ վահանաձև գեղձի ստուգումը, ողնաշարի զննումը եւ 4-ից 14 տարեկան երեխաների ճիճվակրության ստուգումը անվճար է։ ԻՄԱ բժշկական կենտրոն հասնել է Մաշտոցի 33 կոտորակ 1 իսկ հեռախոսահամարն է 50 80 50 զանգահարեք եւ առողջ եղեք մեռանք ասելով։ Իսկ եթերը շարունակում է օրվա դեղատոմսը մեր գործընկերուհի Իրինա Մկրտչյանի։ Որպեսզի ավելի առողջ լինեք։ Բարի լույս առողջության հերթական դեղատոմսը ձեզ ներկայացնելու համար այս անգամ առանձնացրել են կանանց մոտ հաճախ հանդիպող մի խնդիր, այն է սեռական օրգանների բորբոքում, որ դեպքերում է դա տեղի ունենում եւ ինչ է պետք անել նման դեպքերում։ Պարզենք Դելտա կլինիկ բժշկական կենտրոնի բժիշկ գինեկոլոգ Արմինե Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սեռական օրգանների արտաքին բորբոքում դա թերևս ամենահաճախադեպ հանդիպող խնդիրներից է։ Որոնք են հիմնական պատճառները, արդյոք սխալ հիգիենան առաջին հայացքից հենց դա է թվում։ Նախքան պատճառներին անցնելուց նշեմ, որ այն կրում է առաջնային կամ երկրորդային բնույթ, առաջնային վուլվիտները, այսպես ասած, այսինքն արտաքին սեռական օրգանների բորբոքումը հիմնականում հանդիպում է մանկական, նախարարբունքային տարիքում գտնվող աղջիկների մոտ, որը լինում է հիմնականում պիոդերմիաների, սրատուտի, քորի, շփաբորբի հետևանքով, այսինքն ճիճվագրության հետևանքով, օրինակ սրատուտի դեպքում արտաքին հետանցքի շրջանի քորը եւ այլն երեխան սկսում է քորել, վնասում է եւ արդեն միանում է երկրորդային ինֆեկցիան, այսինքն մանկական տարիքում հիմնական պատճառը թվարկվածներն են։ Սեռահասուն տարիքում կանանց մոտ հիմնականում այն դիտվում է շաքարային դիաբետով տառապող կանանց մոտ, որոնք էլի նույն մեխանիզմով, այսինքն շփաբորբ քորելու հետևանքով քերծվածքներ եւ արդեն միանում է երկրորդային ինֆեկցիան։ Իսկ արդեն մյուս դեպքերում այն հիմնականում ունենում է երկրորդային բնույթ, այսինքն ներքին սեռական օրգանների բորբոքման հետևանքով առաջանում է ախտաբանական արտադրություն, արտադրության հոսքը դեպի արտաքին սեռական օրգաններ առաջացնում են ծածկույթային էպիթելի խախտվածություն եւ արդեն թույլ են տալիս ախտածին մանրէները ներթափանցեն դեպի մաշկ եւ ախտահարել արտաքին սեռական օրգանները։ Այսինքն հիգիենան այս դեպքում այնքան էլ կարևոր չէ։ Հիգիենան այդքան էլ կարևոր չէ, ավելի շատ պահանջվում է ուշադրություն թվարկված հիվանդությունների նկատմամբ, հիմնականում սեռահասուն եւ բարձր տարիքի կանանց մոտ բացի շաքարային դիաբետից կարող է հորմոնալ խանգարումների հետևանքով նույնիսկ առաջանալ արտաքին սեռական օրգանների բորբոքումներ, որոնք պահանջում են հետազոտություն եւ բուժում։ Նշաններից նշեցիք քոր, քոր, այրոց, ցավի զգացողություն, հիվանդը նկատում է այտուցվածություն արտաքին սեռական օրգանների հատվածում եւ հիպերեմիա, այսինքն հյուսվածքների գույնի փոփոխություն, կարմրածություն։ Հետազոտության ընթացքում նույնպես տեսանելի է բժշկին, արդեն զննման ժամանակ հայտնաբերվում է այդ այտուցվածությունը, հիվանդի մոտ առաջանում է շատ սուր այրոցի երևույթներ, միզարձակման խանգարումներ, արդեն եթե ինֆեկցիան սկսում է թափանցել դեպի միզուկ եւ միզուղիներ եւ արդեն զննման ժամանակ վերցվում է կանանց մոտ արդեն հեշտոցից քսուկ եւ այդ քսուկի հետազոտությամբ արդեն նշանակվում է համապատասխան բուժում։ Իսկ մանկական տարիքում եւ մինչ ամուսնական տարիքում նորից վերցվում է քսուկ, կա հատուկ տեխնիկա քսուկ վերցնելու եւ այդ քսուկի հետազոտությամբ արդեն պարզվում է պատճառը եւ նշանակվում է բուժում։ Բուժման արդյունավետությունն ու դրա թողած հետևանքները ինչպիսին են։ Բուժման արդյունավետությունը բավականին բարձր է, կարևոր, այսինքն եթե դա երկրորդային բնույթի է, բուժումը նշանակվում է առաջնային օղակի վրա, այսինքն եթե շաքարային դիաբետի հետևանքով է առաջանում, իհարկե որոշ դեպքերում դա անդառնալի է լինում, բայց որոշ չափով կարելի է մեղմացնել կնոջի ընդհանուր վիճակը, որպեսզի այդ տհաճ երևույթներից ինքը ազատվի։ Իսկ մյուս բոլոր նշած ախտանիշները իրենք ունեն համապատասխան բուժում, ուղղակի պետք է ճիշտ
ախտորոշում դրվի, որպեսզի արդեն բուժումը ճիշտ պլանավորվի, այսպես ասած։ Իդեպ նշեմ Դելտա կլինիկ բժշկական կենտրոն զանգահարելով եւ նախորդ հերթագրվելով մոտակա 10 օրվա ընթացքում մինչեւ 20 տարեկան աղջիկների քսուկի հետազոտությունը կկատարվի միանգամայն անվճար։ Շնորհակալություն, հայ, այսպիսի առաջարկ ու հնարավորություն բաց մի թողեք եւ մի մոռացեք քիչ անց մենք կրկին կմիանանք, բայց արդեն ժողովրդական խորհուրդներով։ Ահա, սիրելիներս վերադարձանք։ Ես կարծում եմ բոլոր այդ խորհուրդները ձեզ շատ պետք կգան եւ մենք առողջացանք, կոփվեցինք, իսկ հիմա շարունակենք։ Վիճակագրության համաձայն մեր տարածաշրջանի երկրների բնակիչների 76%-ը ամռան ամիսներին ճանապարհորդելիս կանխարգելիչ պատվաստումներն անտեսում է, արդյունքում տուն է վերադառնում հյուրընկալ երկրում տարածված որևէ հիվանդությամբ։ Այսինքն մի արեք դա, չէ՞ որ միայն դուք չեք հիվանդանում, այլ այդ հիվանդությունները բերում եք վարակում եք մեզ սոցիալապես անապահովներից, որոնք որ երկրից դուրս գալու հնարավորություն չունեն։ Թունիսից անզգույշ զբոսաշրջիկները սովորաբար տուն են գնում որովայնային տիվ եւ կատաղություն հիվանդություններով։ Ժողովուրդ, Թունիսը գնալու տեղա որ գնում է, իշ տեղա։ Վարակի հիմնական աղբյուր են համարվում այդ երկրում բավական հաճախ հանդիպող չղջիկները, որոնք հաճախ են կծում մարդկանց։ Մի բան էլ չղջիկ են կծում։ Սաուդյան Արաբիայում առավել մեծ վտանգի գոտում են երեխաներն ու դեռահասները, որոնք հաճախ մենինգիտ հիվանդություն են ձեռք բերում հանգստի ընթացքում։ Թուրքիայում ամենից վտանգավոր աղիքային վարակները, տիֆն ու հեպատիտներն են, ել չասեմ թե ինչու Թուրքիա չգնաք։ Մասնագետները վստահեցնում են, որ վերը նշված խնդիրների մեծամասնությունը կարելի է շրջանցել արձակուրդներին ճանապարհորդելիս, եթե չմոռանանք նախքան ճապրուկ հավաքելը պատվաստվել, իսկ տեղում ձեռքերը հաճախ լվանալ, խմել միայն շշալցված ջուր եւ սնունդ չգնել կասկածելի վաճառակետերից։ Բայց այդ պատվաստելը արդյոք մեզ մոտ կա այդ։ Այո, կա, իհարկե կա, մեր պոլիկլինիկաներում կա այդ պատվաստումները եւ գնալուց առաջ պետք է իմանաս թե ինչ է պատվաստվում։ Դա շատ կարեւոր, բայց անտեսված հարց է սիրելիներս։ Իսկ ես դες ուղղակի խորհուրդ եմ տալի կոբուլեցից հեռու չգնալ, վերջ։ Մենք մերոնցով։ Իսկ այժմ առաջարկում ենք ծանոթանալ մեր եղանակի տեսությանը, տեսնել թե Մարին ինչ է մեզ խոստանում այսօր, որովհետև երեք նույնիսկ առավոտյան 10-40 աստիճան տաքություններ նման բան դեռ չէր գրածված մեր Գագիկ։ Շատ լավ, հասպասում եք ամառ, ահան եկավ ամառը։ Մարի Բարի լույս Մարի ջան։ Գալոտ բարի սիրուն Մարի։ Ջան, շնորհակալ եմ։ Մարի ջան, այսօր էլ ենք ունենալու, ասենք ցերեկը 3-ին 35 աստիճան։ Մենք դեռևս գտնվում ենք ջերմային ցիկլոնի ազդեցության գոտում, ինչը նշանակում է, որ +40 աստիճանը ապահովված է։ Ինչպես ասել է Գագիկ Սուրենյանը, +40։ Շատ լավ։ Այս նախադասությամբ լսենք Կոպայևանը։ Գնացինք։ Սիրով ներկայացնեմ, շնորհակալ եմ։ Այսօր հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ջերմային ցիկլոնի ազդեցությամբ, ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ, պայմանավորված հարավից տաքոթային հոսանքների ներթափանցմամբ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Այսօր Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ, Ստեփանակերտում ցերեկը կլինի 36, գիշերը 22 աստիճան տաքություն։ Տեղափոխվենք մարզեր, Սյունիքի մարզում նույնպես կլինի առանց տեղումների եղանակ, Մեղրիում ցերեկը սպասվում է 40, գիշերը 24, Կապանում ցերեկը կլինի 39, գիշերը 21, Գորիսում ցերեկը 34, գիշերը 19 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզում Ջերմուկ քաղաքում ցերեկային ժամերին կլինի 30, գիշերը 14, Եղեգնաձոր քաղաքում ցերեկը 40, գիշերը 26 աստիճան տաքություն։ Գեղարքունիքի մարզում այսօր Մարտունիում ցերեկային ժամերին կլինի 29, գիշերը 16, Գավառում ցերեկը 30, գիշերը 12, Սևանում ցերեկը 29, գիշերը 18 աստիճան տաքություն։ Կուտայքի մարզում եւս կլինի առանց տեղումների եւ ջերմ օր Հրազդան քաղաքում ցերեկը սպասվում է 32, գիշերը 15, Աբովյանում ցերեկը 38, գիշերը 23 աստիճան։ Արարատյան դաշտում կլինի առանց տեղումների եղանակ, իսկ օդի ջերմաստիճանը կմնա նույնը։ Արարատի մարզում Արարատ եւ Արտաշատ քաղաքներում ցերեկային ժամերին սպասվում է 40, գիշերը 23 աստիճան տաքություն։ Արմավիրի մարզում Արմավիր եւ Վաղարշապատ քաղաքներում ցերեկային ժամերին կլինի 39-ից 40
40, գիշերը 24-ից 25 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզում Աշտարակ քաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի 39, գիշերը 24, Ապարանում ցերեկը 31, գիշերը 13 աստիճան։ Տավուշի մարզում Իջևան քաղաքում ցերեկը սպասվում է 38, գիշերը 23, Դիլիջանում ցերեկը 36, գիշերը 17 աստիճան։ Տեղափոխվենք Լոռու մարզ, այստեղ Վանաձոր քաղաքում ցերեկային ժամերին կլինի 34, գիշերը 17, Տաշիրում ցերեկը 19, գիշերը 13 աստիճան։ Շիրակի մարզում Գյումրիում ցերեկային ժամերին կլինի 35, գիշերը 18, Աշոտսկում ցերեկը 29, գիշերը 12 աստիճան տաքություն։ Եվ վերջում մայրաքաղաքի մասին Երևանում կլինի առանց ստեղումների եւ ջերմ օր, քամին հարավարևմտյան է 3-ից 8 մետր վարկյան արագությամբ, մթնոլորտային ճնշումը 665 մմ սնդիկիսյուն է, իսկ օդի հարաբերական խոնավությունը ցերեկը կհասնի 30%-ի։ Օդի ջերմաստիճանը կենտրոնում եւ Շենգավիթում ցերեկը կլինի 40, գիշերը 25, Ավանում ցերեկը 38, գիշերը 24 աստիճան։ Եղանակի մասին այսօր այսքանը, սիրով միանամ գործընկերներիս Անահիտ Սերգեյ։ Շնորհակալություն Մարինա, շոքից պարզապես վախեցել է, չես պատկերացնի։ Ամեն 40-ի ժամանակ Սերգեյը եւս մեկ շարժում էր այսպես անում։ Մի մտածի, դա ստվերում է 40, ստվերից դուրս ավելին է։ Շնորհավորում եմ մեր Աշոտսկի բնակիչներին, այո։ Վերջապես մի քիչ կտականանք։ Շնորհակալություն Մարի ջան։ Քեզ շնորհակալ ենք եւ ցանկանում ենք ինչ որ մի բան, որով կկարողանաս դիմադրել, դիմակայել այդ շոքին։ Շնորհակալ եմ նմանապես։ Քեզ երջանկություն, սեր եւ առողջություն, այո, երկար տարիների կյանք, այո։ Իսկ մենք շարունակենք եթերը։ Եվ այսպես եվրոպացի գիտնականները նշում են, որ հավասարության համար մղվող պայքարում տղամարդիկ տանուլ են տվել։ Բա նոր են տանուլ տվել, վաղուց կյանքները սկերել եք արդեն։ Քանի որ կանայք բան են գալի ասում տանուլ են տվել։ Քանի որ կանայք իրավամբ արժանացել են մարդկության ավելի ուժեղ ու կատարյալ կեսի կոչմանը։ Ասում էի ես եթերն շարունակ։ Այ հիմա փաստեցին նաև գիտնականները։ Ես դες ասեմ մի բան, մենք ապրում ենք քողարկված մայրիշխանության դարում, սիրելիներս։ Մենք կարծում ենք, թե մենք ենք, բայց բարձր մենք չենք։ Հա ես գիտեմ, ինչ վատ բան տղամարդիկ ամ է, Սերգեյն ասում է, այդ դաստիարակել են մայրերը։ Ճիշտ են արել, բա ինչ։ Ամեն դեպքում հավասարության ցկտումը։ Սխալ եմ ասում։ Ով չգիտեմ։ Ամեն դեպքում հավասարության ձգտումը մնացել է անիրականանալի երազանքների շարքում։ Մասնագետներն ապացուցել են նաև, որ անգամ ֆիզիոլոգիական տվյալներով տղամարդիկ պակաս կենսունակ են համարվում։ Այսինքն նույնիսկ արդեն այդ ֆիզիկական ուժն է։ 100 ֆիզիկական չէ, ֆիզիոլոգիական, որը ֆիզիկական կարող է մեր բիլակ այդպես ավելի ուժեղ է, բայց հիվանդությունների, ստրեսերի կամ նմանատիպ, ասենք, աղետների հանդեպ մենք ավելի զգայուն ենք, քան թե դուք Անահիտ ջան։ Օրինակ հայտնի է, որ արական սեռի ներկայացուցիչները միջին 15 սանտիմետրով ավելի բարձրահասակ են եւ ավելի խիտ ոսկրեր ու մկաններ ունեն, բայց վնասվածքներից հետո կնոջ օրգանիզմը ավելի արագ է վերականգնվում ու ավելի հեշտ հաղթարում ցավ, իսկ տղամարդը մնում է նույն վատ վիճակում։ Նույն վատ վիճակում։ Դրա համար սիրելի կանայք, պահպանեք մեզ, մենք վերացող տեսակ ենք, սիրելիներս, մենք որ չլնենք, ոնց դի բազմանակ, ոնց, ախր մեր մատն էլ է խառը, չէ։ Դա էլ է արդեն լուծվել, արդյունքում թույլ սեռի կյանքը մի քանի տարով ավելի երկար է, բայց դե ինչ թույլ։ Դա ճակերտավոր թույլ է, ուժեղը մենք ենք սերիներս։ Վիճակագրությունը փաստում է, որ վաղաժամ ծնված թերհաս տղաների թիվը 14%-ով ավելի մեծ է, քան աղջիկներինը, մի խոսքով Սերգեյ ճիշտ է ասում։ Մի խոսքով ես ճիշտ եմ ասել, սիրելիներս, մենք որպես վերացող տեսակ ձեզ խնդրում ենք, սիրելի քույրիկներ, կանայք եւ մայրեր, իմացեք, որ տղաները քիչ են եւ ավելի թույլ են, դեզանից ճիշտ է, մեր վիզը ավելի հաստ է, այսպես ասած, այո, ձայնը ավելի բամբ, բայց դա դեռ ոչ իմանի մասին չի խոսում։ Իսկ թե ինչ գնով է տրվում լավ կյանքը, կօգնի հասկանալ մեր հաջորդ տեսանյութը։ Լավ ապրելու մասին։ Տեսանյութ լավ կյանքի մասին, այո։ Ամենավերջին տվյալներով Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմում է 187.85 հազար դրամ, ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների։ Իսկ արդեն ըստ հայաստանցիների միայն աղքատ չհամարվելու համար պետք է միջինը 199 հազար դրամ։ Առհասարակ մեր ոլորտում բավականին դժվար է չափել մարդկանց ֆինանսական ունակությունները ու մարդիկ ավելի հակված են թաքցնել իրենց ֆինանսները, քան բացահայտ խոսել դրա մասին։ Երբ հայաստանցիներին հարցրեցին, թե որքան գումար է անհրաժեշտ նրանց ընտանիքի մեծության ընտանիքին ամսական լավ ապրելու, նորմալ ապրելու եւ աղքատ չհամարվելու համար, թվերը էականորեն տարբերվեցին ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։
Աղքատ չհամարվելու համար միջինը 199,000 դրամ, նորմալ ապրելու համար միջինը 358,000 դրամ, լավ ապրելու համար միջինը 668,000 դրամ։ Որպես կանոն միջին վիճակագրական ընտանիքը Հայաստանում երկու չափահասից եւ երկու անչափահասից բաղկացած ընտանիքն է։ Կնթվերը հաշվարկած են այդ ընտանիքի չափերով։ Օրինակ 2014 թվականին մարդիկ ավելի պահանջկոտ էին, լավ ապրելու համար Հայաստանցուն անհրաժեշտ էր 872,000 դրամ։ 11-ից սկսած մինչև 2016 թվականներին, օրինակ, աղքատ չհամարվելու համար գինը մի փոքր բարձրացել է, բայց 200,000 դրամից չի անցել։ Նորմալ ապրելու համար պիկին հասել է 2014 թվականի մինչև 400,000, բայց էլի տատանվում է 50,000 դրամի շրջանակներում եւ լավ ապրելու համար արդեն ամենաբարձր ձգին եղել է 872,000 դրամ միջին գումար, եղել է 2014 թվականի, 2015 եւ 16-ին թիվը նվազել է մոտավորապես 150,000 դրամով։ Տարբեր է քաղաքաբնակների եւ գյուղաբնակների պահանջները։ 2016 թվականին գյուղացուն լավ ապրելու համար պետք էր միջինը 537,000 դրամ, երևանցուն միջինը 853,000 դրամ, մարզային քաղաքում բնակվողներին 609,000 դրամ։ Աղքատ չհամարվելու համար երևանցուն պետք է ամսական միջինը 247,000 դրամ, գյուղացուն միջինը 158,000 դրամ, իսկ մարզային քաղաքի բնակչին միջինը 188,000 դրամ։ Քանի որ որպես կանոն մարդկանց լավ ապրելու համար ավելի շատ գումար անհրաժեշտ, քան մարդկանց իրական ֆինանսական եկամուտներն են, ապա կարող ենք համարել, եզրակացնել, որ մարդիկ դժգոհ են իրենց ֆինանսներից։ Եվ այսպես Հայաստանում մեր պահանջներն ու իրականությունը խիստ տարբեր են։ Հուսանք, որ այս ոչ շատ շքեղ եւ ոչ անհավանական թվերը մոտ ապագայում կլինեն ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները։ Լիլիթ Սարգսյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը շանթում։ Ահա թե որքան հեռու ենք մենք իրական լավ կյանքից։ Երկրում, որտեղ չի աշխատում տնտեսությունը, բոլոր հանքերը շահագործում են արտասահմանցիները, իսկ բոլոր ռեսուրսները վերցել է Ռուսաստանը, բնականաբար այս լավ կյանքը դեռ շատ ու շատ հեռու է մեզ համար, բայց ոչինչ, հուսանք, որ մի օր աշխարհը կփոխենք, բա ոնց։ Այո, լավատեսորեն պետք է նայել եւ տրամադրվել դեպի լավը փորձել։ Մանավանդ որ մեր այսօրվա հյուրը այնքան լավատես մարդ է։ Այդ ամենը մենք կներկայացնենք միմյան լավ գովազդի Այո, չեմ ասում ով, որ հետո նոր ասենք գովազդ, այո։ Հիշում եք, որ ասի լավ պոզիտիվ հյուր ունենք։ Այ հիմա կներկայացնենք մեր սիրելի հյուրին, ով արդեն տաղավարում է Ֆրանսիայի երգիչ երգահան Մարտին Յորգանսը 5 տարվա բացակայությունից հետո կրկին պատմական հայրենիքում է, որի քաղաքացին դառնալու որոշումով է ժամանել։ Հիմա կպարզենք, այսօր միասին կվերադառնանք մանկություն, քանի որ մեր սիրելի Ճկույթիկ եւ Այբեմկիմ երգերի հեղինակը հենց այս պահին տաղավարում է։ Բարև ձեզ, պարոն Յորգանս։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում եք եւ այսպես միանգամից մանկություն վերադարձանք ձեզ տեսնելով։ Ասեմ, որ դու առանձնապես չերել մեծացան ջան, այո։ Ես ալ։ Ձեր այն միշտ նշում եք ձեր հարցազրույցներում, որ ձեր երգերը այդքան սիրվեցին, որովհետև հոգով մանուկ եք։ Ինչ տարիքում եք ձեզ հիմա զգում, պարոն Յորգանս։ Դեռ էլի 18-ամյակն եք նշում։ Ճիշտ ասեմ, 18-ին վերջ եմ ելացել։ Ինչու, որովհետև ես ինքս դեռ իբրև իմ դարիքիս միր հայրի պես չեմ տեսնել։ Ես ինքս կտեսնամ, ինչպես որ 18 տարեկան էի եւ երգեի եւ սկսել էի երգել 17 տարեկանին, այնպես ճիշտ հոն դեղը ինչպես որ ցկել եմ, հոնալ մնացել եմ, հոն պատկել եմ երկու միասին եւ երբեք չեմ փոխվել։ Այսինքն նույն մարդն եմ ինչպես որ 18 տարեկան էի։ Իհարկե դարիները անցել են եւ Թերևս մարմինիս մեջ բաները փոխվել են, բայց խելքիս մեջ ոչ մի բան չի փոխվել։ Եթե գանք ամենասկզբից, ինչպես եղավ որ ընտրեցիք երգը եւ կար արդյոք ընտանիքում մեկը ոչ մայրս այրս չէին երգեր, եղբայրքույրա չունիմ, բայց դպրոցական կյանքիս մեջ Բոլիս Գաբրեի իհարկե այն ժամանակ եւ Մխիթարյան դպրոց կերտայի, հոն տարանին վրա զարնելով, բաներ, չեմ գիտեր, ստեղծվեցավ եւ խումբ գազմեցինք դասարանի ընկերներով եւ ես իդալերեն երգեի, մինչեւ մայա երգեմ, շատ կսիրեմ իդալերեն երգել։ Իդալերենով, ֆրանսերենով, անգլերենով սկսա երգել, այն ժամանակ շատ դժվար էր երգ ջարել։ Մենք հին ռադիոներու վրա
գարջ ալիքներու վրա գհետևեինք Սանրեմո ֆեստիվալի մեջ ինչ եղեր է, որ երկը առաջին եղեր է, որ երկը երկրորդ եղեր է, կամ Մոնտե Կարլո ռադիոյի վրա ինչ երկեր գուդան Լիբանանեն եւ այլն, ասանքով մենք երկերու բարերն ալ այդ ծևով բզդիկմաներու վրա գծայնակրեինք եւ կփորձեինք ճիշտ լա, այսինքն շատ դժվար մի պայմաններով օրկեստ ունեինք, այդ օրկեստրը մի տարվա մեջ պրոֆեսիոնալ դարձավ եւ սկսանք աչուսախ աշխատել եւ դպրոցական կյանքը դժբախտաբար մնաց եւ ես սկսա մինչեւ 21 տարեկանս հոն աշխատել երաժշտության մեջ եւ շատ լավ դեղեր աշխատեցա, շատ լավ հոթելներ, շատ լավ բդույթներ ռինգ եւ ես ոսկի միկրոֆոն շահեցա հոն մի ֆրանսերեն երկով եւ այլն եւ Թուրքիայեն դուրս երա ուրկացի Ֆրանսա մտքավ որ ես Ջոնի Հոլիդեյի նման երկիչ եմ բիլի դառնամ սելով այո բայց իհարկե ադիգա մի քիչ դժվար էր որովհետեւ Ֆրանսայի պայմանները Հայաստանի պես չէ Ամերիկայի պես ASM որովհետեւ քանի մը հատկություններ պետք է ունենա մարդ որ Ֆրանսայի մեջ կարողանա ֆրանսական շուգայի մեջ մտնալ հատկություններ հիմա չի պիտի ասեմ, որովհետև մի քիչ տարբեր բաներ են, դուք թերևս կհասկնաք, թերևս ժողովուրդն կհասկնա, բայց ես մեգեն ինչ եղավ չեմ գիտեր, հայկական շուգայի մեջ մտա։ Այսինքն շուգա ասելս միություններով շփվեցա, հայ միություններով եւ այլն, եւ Փարիզի մեջ, Մարսիլիայի մեջ, Լիոնի մեջ, Վալոնս քաղաքի մեջ, քիչ Անգլիայի մեջ, քիչ Եվրոպայի, Գերմանիա, ուր որ հայեր կան, սկսան դերները երկել Շարունակապար երկեցի 74 թիվին առաջին ցայնաբնակս հայերենով առաջին անգամ որտեղ մարդուն մեկ եկավ ինձ ասա որ դուք շատ լավ երկեք անգլերեն իդալերեն բայց ինչու հայերեն չեք երկել ասա ես ասի որ հայերեն երկկլնալ լավ չէի գիտեր մեկ են անդրադարձա որ արդեն երկիչներն անի բանան հայերեն երկեն արտիական միցևով եւ սի որ պիտի փորձեմ ասի 7-8 հատ երկ ես գրել չեմ գիրեր նոտա չեմ գիտեր, ասուծո դված դաղանթով եմ աշխատում, բայց 7-8 հատ երկ պատրաստեցի հայերեն եւ անուս հետ միասին մի քանի երկալ Հայաստանեն արի եւ ցանաբնակը այդ առաջին ցանաբնակս ամենամեծ սյուքսե ունող ցանաբնակս եղած է մինչեւ այսօր հաջողություն հենց առաջի Ատկի սկսյալ ամեն տարի մեկ ալբոմը եւ հայերեն երկերով եւ քիչմը իրադեն են ֆրանսերեն երկերով մեջը խառնված եւ այսօր գարձեմ 32 հատ CD ալբոմ ունիմ եւ ատկեսած 3 հատալ փոքրիկներու ունեցա մեկ ձեզ Հայաստան ճանաչում եմ որպես մանուկների երկիչ այո ես կասեմ որ ի պատիվ ձեզ մի ամբողջ սերունդ այսպես ասած կրթվեց Անահիտը խնդրեմ այ բուբեն իմացա մի սերունդ թե 3 սերունդ Ես Անահիտի մասին եմ ասում, Անահիտի սերունդը հաստատ։ Մենք անձամբ մեր տանը ունենք ձեր ձայնը։ Անահիտի երկրորդ սերունդն է։ Երկրորդ սերունդը, այո։ Իսկ դրանից առաջ ինչ էիք երգում եւ արդյոք այդ երգերը, ասենք, երեխաներու երգելու մասին երբեք չէի մտածած։ Բայց երբ որ 88 թիվին, 87 թիվին ներողություն, առաջին անգամ Հայաստան եկա եւ մեկ կանալ տելևիզիոն մգար հոս Հայաստան 1 այսինքն մեկ կանալ։ Եվ ծանոթացա մի Մարգարիտա Թախտաջյան անունով մեկ տիկինի հետ, որ ինքը գվարեր ցեզի պես հմեգի եւ ինքը ինձ ծանոթացուց Հայաստանի։ Մի քանի երկ երկեցի, սանք լայվ, սանք նստելով։ Եվ սիրվեցավ, չեմ գիտեն ինչպես, բայց այն ժամանակ 2 ամիս վերջը եկաշարժ եղավ։ Ես 4 ամիս վերջը դարձալ եկա Հայաստան եւ ասին որ ինձ պետք է անպայման կաք որովհետեւ ժողովրդի մորալը բարձրացնեք ես եկա շատ դժվար օրերի մեջ համալիրը ամեն օր 7000 հոգի եկավ եւ ես ապրիլ ամսու մեջ 25 հատ համերգ Երվանդ Երզինկյանի խումբի հետ միասին հաջորդ տարին օրեն նույնպես, հաջորդ տարին օրեն նույնպես եւ այլն, մինչեւ այսօր 140 համերգ եղել է 88 համալիրի մեջ եւ մնացածը Աչուսախ Հրազդանի մեջ, հոկտեմբերյան տաշտի վրա եւ այլն եւ մարզերու մեջ եւ դեր 3 գիշեր նո, Արչի գիշեր մոնումենտի Բարդեսի մեջ
երկու շաբաթ առաջ որտեղ երկու շաբաթ վիդեո որ եկա ուրիշ տեղ նորեն համերգ այսինքն երկու տարի առաջ Էջմիածինում 7000 հոգիով բացօթյա եթե չեմ սխալվում դուք Հայաստան գումար չեք վաստակում ոչ երբեք այսինքն այդքան համերգ եք տալի բայց անվճար բայց փող ուր ա գնում լավ ինձ համար բարեգործական է ձեզ համար եւ մնացածը չեմ ուզել իմանալ չեմ ուզել լսել ինչ որ ով ինչ երերը չեմ գիտեր, բայց ես ամեն համերգները ինձ համար ոչ մի դրամով չի եղած։ Ոչինչ, ես ձեզի հաղորդումից հետո գսեմ, բան չկա։ Մի ասեք, չեմ ուզել ասկնալ։ Մի ասեք, մորալս ես լավ գբայեմ։ Շատ լավ։ Չէ, մենք ձեր մասին իհարկե ձեր բարոյական կերպարի մասին բացարձակ ոչ մի կասկածել չի կարող լինել։ Չկա։ Այն նշեցիք 2 տարի առաջ ունեցել եք համերգ, 2 տարի անց կրկին վերադարձաք հայրենիք, այս անգամ ձեզ ինչը բերեց։ Այս անգամ դիգինիս հետ միասին, ասի որ ես երբեք Հայաստան բդույթով չեմ եկած։ Ուղղակի զբոսնելու։ Տուրիստական երբեք չեմ տեսած Հայաստանի գեղեցկությունները։ Այս անգամ ասի արանք մի դինենք, եկանք, անցյալ շաբաթ գիշեր, եւ գիրագի օրը արդեն համերգ դրած էին։ Իմացել են որ եկել եք։ Այո, որովհետեւ որովհետեւ ես Facebook-ի մեջ դրել եմ որ ես Հայաստան գուկամ։ Դա է եղել ձեզ խաղը։ Այո, որովհետեւ ուզեի քանի մոքիներ տեսնել Հայաստանի մեջ, որոնք կառուցել էի տեսնել։ Եվ իմացել էին եւ գիրագի օրը արդեն համերգ եղավ։ Սրանից հետո պրիվատ գրեք իրենց, որ չիմանան որ ստեղ եք, որ հանգիստ հանգստանան։ Այստեղ բարեկամներ ունեք, պարոն Յուրգեն։ Շատ բարեկամներ ունեմ, բայց ամենեն լավ բարեկամս դաղամն է որ լավ գիտեք վստահ եմ Արցախանք խումբի գիտարիստը եւ երգիչն է, որ Եղիշե Բեդրոսյանն է։ Շատ կսիրեմ իրեն, շատ լավ դղա է։ Մենք էլ շատ հարգված անձնավորություն։ Այո, եւ ինքը ինձ 88 թիվեն իվեր, երբ որ Հայաստան գուկամ մի րոպե չէ ցկած, ամեն անգամ վազած է եւ ամեն անգամ գողքը սեղած է։ Ես իրեն շատ կհարգեմ, շատ կսիրեմ եւ իրեն հետ միասին հիմա շատ լավ պրոժեներ ունենք։ Նոր երգեր պատրաստելու, նոր կլիպներ պատրաստելու, որովհետև դժբախտաբար ես մինչև այսօր 50 տարվա երգի ասպարեզի մեջ երբեք շնորհքով կլիպ չեմ ունեցած։ Այո, ինչու՞ ամառ չեք արել։ Բայց ինչու ասեմ թեզի, որովհետև երգիրները կլիպները շատ դժվար է։ Շատ տանգ է, 100,000 եվրո մգնամ ասել թեզի մեկ կլիպի համար, բայց կարծեմ Հայաստանի մեջ ուրիշ սիստեմներ, ուրիշ ջարեր կան։ Չեմ գիտեր ինչ է։ Այստեղ նախ եւ առաջ շատ աշխատում է չգրված օրենքներ, որը որ ընկերական ինչ-որ բան կարելի անել է, ժան կարելի անել եւ այլն եւ այլն։ Իսկ այդ նոր նախագծերը, եթե ցանկանում եք պատրաստել, մանուկների համար է թե երկուսի համար։ Երկու դարբեր։ Հիմա ին ավանտաժը ինչ է դիտեք, որ Հայաստանի մեջ երբ որ ես երեխաներու երկեմ, իհարկե որ իրենց ծնողներն միասին գուքան, չէ՞։ Դե հա։ Այսինքն երկու երեխա երկու ծնող արդեն 4 հոգի եղավ։ Դադիկ բաբիկ եղավ 6 հոգի։ Այսինքն այդ ավանտաժը ունին, որ երբ որ ես համերգ մնեմ, բոլորը միասին գուկան։ Միայն մեծերը չեն կար, միայն երիտասարդները չեն կար, իրենց զավակներն ագուկան միասին, գամ զավակներու երեսեն իրենք ագուկան, ասել է որ սրահը ինձ համար լեցնելը քիչ ավելի թյուրին գլա, քանի որ ամբողջ ընտանիքը գուկա։ Լա մեծ լա փոքր կբերեմ, որովհետև գսեն ասմարտը ջուգուդի գերկեր ժամանակին, եկեք դուք ասորվեցեք։ Չէ՞։ Այդ բանը ունիմ այսինքն հատկությունը, որ շատ թվար դեպ ադորետ միասին։ Եվ հիմա պիտի իրենք լավ երկեր, քանի մատ երկերը ջգույդիգը հայերեն երկենք եւ այպենքի պիտի նորոգենք, որ նոր սերունդներն նորովի ներկայացնենք։ Ռեմիքս պետք է արվի։ Այո, ռեմիքսա չէ, ավելի նոր արտիական ծևով, նոր արանժմենտով պիտի պատրաստենք եւ նոր երկեր պիտի ավելցնենք այսօր վրան, փոքրիկներու մասին եւ մեծերու երկեր պիտի, բայց ես երբեք Հայաստանի ասենք որ կոմպոզիտորներու երկերը չեմ արներ, որբեսի ես թուրսեն դարբեր մեկ ստայլ մբերեմ Հայաստան։ Ահա։ Ուրիշ ոչ է, որ Հայաստանի ոճը չլա իմ երկաթը։ Ուրիշ գույն բերեք Հայաստան։ Իհարկե։ Բայց Հայաստանի երկիչներու եւ կոմպոզիտորներու շատ կհարգեմ եւ շատ լավ բաներ կպատրաստեն։ Այսօրվան հայաստանցի երկիչները, երկչույները շատ լավ են։ Միայն թե իրենց կսեմ, որ ամենադեն, երբ որ Eurovision-ի պիտի մասնակցեք, հայերեն երկեցեք, որ աշխարհը եթե չեմ սխալվում, այնտեղ հենց այդպես պայման է դրված, որ պետք է անգլերեն երկեք։ Չկա պայման չկա։
քանի մատ երկիչներ դարբեր երկիրներ են իրենց լեզուով կմասնակցին, բայց շատերը անգլերենով մասնակցին, որովհետեւ ամենամարդ հասկանա։ Բայց ես կգարձեմ, որ հասկանալու խնդիր չկա։ Երաժշտությունը այո, լեզու չի հասկանանք կամ չհասկանանք, օրինակ ես իդալերեն երկեմ, ես իդալերեն չէի խոսեր, չէի հասկանալ։ Ինչու՞ համար իդալերեն երկեցի ամենամարդ սիրեց։ Ինչու՞ համար հայերը օրիենտալ երկիրներում մեջ իդալերենը շատ կսիրեին եւ ֆրանսերենը չհասկանալով, Չելենտանո, Մոդունյո, ասյետները ինչու՞ համար կսիրեին եւ չէին հասկանալ։ Որտեղ խոսքի համար չեն սիրում, ուղղակի մեղեդին երկրեզուն կսիրեին առաջինը եւ երկրորդն ալ այդ մեղեդիները իդալական, ֆրանսական կսիրեին։ Ինչպես է կարծում, այ հայերեն երկելը ուրիշի ականջին հաճելի է։ Շատ։ Կարծում եք։ Ինչու՞ պիտի ասեմ ցեզի, որովհետեւ ես Ֆրանսա գաբրիմ, հիմա Փարիզը թողել եմ 4-5 տարի, եկան քաղաքը գաբրիմ եւ հոն, երբ որ երկեմ աչուցախ, ֆրանսացիներ գուկան, կամ ուրիշները գուկան ամառվա հայերեն լսելու։ Այո, եւ ինձ ասեն, որ ինչ լեզու երկեք։ Ասենք ասեմ հայերեն։ Կզարմանամ, որ հայերեն լեզումը գա։ Եվ շատերը դեռ Հայաստանի մասին լուրջ ունին։ Դա պարզ է։ Եվ իրենց, այսինքն ես մարդ մնեմ, որ երկիչ մնեմ, որ ասենք որ իմ փոքր կարողություններովս Հայաստանի եւ հայկական լեզվի ռոպագանդա գրնամ ունել եւ գնեմ որ։ Որը 10 անգամ Շարլազնավուրի խնդրեցի, որ հաջիկ հայերեն երկող երկիչ մը հրավիրեցեք ձեր գողքին, որ մեր լեզուն, մեր երկիրը զանոթացնեն ուրիշ երկիրներու ժողովուրդներին։ Բայց մինչև հիմա դժբախտաբար չրավ։ Հիմա եթե մտիկ կրե, դարձյալ դիրեն գսեմ, որ հաջիկ Հայաստան հայերեն երկող ես ուրիշ նունե տատա արման չեմ գիտեր երկիչ երկրի կանչեցեք սերկովը որբեսի ժողովուրդը հայերեն լեզուն թող իմանան չեն իմացած ուղղակի լսեն հայերենը որպես չեն իմացած մինչև հիմա Հայաստանը էկզոտիկ մի լեզու է Հայաստանը դեռ ընկոնի երկիր մնե ռոպագանդ պետք է ելա պրոմոշն պետք է ելա թե Հայաստանի գեղեցկություններու մասին, թե հայերեն լեզվի մասին, թե հայ արտիստներու մասին։ Սկանչելի բարախումբերն են, սկանչելի երկիչ երկչույներ ունեն։ Ասում պետք է զանոթացնեն, չէ՞։ Ինչը կարող է, ասենք, շատ այսպես նախանձով ասեմ վրացիների մասին, որոնք որ միշտ, ասենք, շատ հաճախ իրենց լեզուն ռոպագանդում են եւ հենց վրացական երկերը կարող է տեսնես տարբեր արտասահմանյան կայքերում, չէ՞։ Հույս ունենանք, որ ուղերձը կրկին տեղ կհասնի։ Օրինակ, ես միշտ այսպես անձնական այդպես հարցում եմ մեր Սփյուռքի հայության, ասենք ներկայացուցիչներին, միշտ հարցնում եմ, դուք Հայաստանի հետ կապված եք, այսինքն զուտ նյութապես, դուք այստեղ տուն ունեք, բնակարան գնել եք արդեն, թե ոչ, թե միտում կա այստեղ, թեկուզ չապրելու, բայց որպես մի սենյակ, ասենք կոմիտ ասում, ասենք ունենք, սա է Յորգանցի բնակարանն է։ Հիմա նայեցեք ճիշտ ասեմ, շատ գուզենայի ունենալ, բայց արդեն Ֆրանսա գաբրիմ դարվան 6 ամիսը։ Դարվան մյուս 6 ամիսը Կանադա գաբրիմ Մոնտրեալ, որտեղ դիգինս Կանադայեն է, Մոնտրեալեն է։ Թե հոն եւ մեմնալ Հայաստան քիչ շատ պիտի լա, ասելով, ես որ ամեն անգամ որ Հայաստան կամ դեղը գվարցեմ, թե վարսողներուն համար տրամը գլա, եւ թե ես կուքամ ուզած դեղս կգենամ եւ ինձ համար կփավե։ Այսինքն պետք չունիմ Հայաստան դեղ ունենալու։ Եթե ունենայի, ադորետ պիտի սպաղվեի, ադորետ ետևեմ պիտի բազեի, երբ թե Ֆրանսա, երբ թե Կանադա, շատ պիտի ելար։ Ադարամար չունեմ, բայց ես ասկի 3 օր առաջ Հայաստանի պասպորտը ունեցա։ Շնորհավորում եմ։ Այո։ Շնորհավորում ենք հենց այսօր սահմանադրության օրը։ Եվ եղա Հայաստանի քաղաքացի։ Շնորհավորում եմ։ Եվ այսօրվա եւ շատ հբարդ եմ, շատոնց պետք է ենեի, բայց հիմա եղավ, ոք չէ։ Ես Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի բոլոր հողերը ամենտեղ շատ կսիրեմ։ Հայաստանի սիրահար եմ, ինչպես կսիրահարվենք աղջիկիմը եւ այսպես այս սեվով ես սիրահարված եմ Հայաստանի եւ գուզեմ որ բոլոր ժողովուրդը Սփյուռքի մեջ անպայման Հայաստան առնվազն տարի մեկ անգամ թող կա առնվազն եւ retire եղող ժողովուրդը թոշակի անցած ժողովուրդը անպայման թող կա մեկ ամիս Հայաստան թող անցնեն եթե ուրիշ տեղեր երթալու տեղ ծովեզերքներ տեղեր թող Հայաստան թող կան պիտի զարմանան 3-4 օր առաջ դաթև կացել էինք Գորիս կացել էինք, կեղեցկա, ինչ չէր, խնձորեսկ կացել էինք, հրաշք տեղեր են, հրաշք, և բանտոք մը գեցան գորիզի մեջ, զվիցերիա չի գահանանք բանտոք, հիանալի էր, չեմ գիտեր եթե կացել եք,
Այո, քիչ ճամփաները դժվար են։ Չէ, ճամփաները սարսափելի են իհարկե, բայց Սյունիքում կան շատ հետաքրքիր պանդոկներ, շատ լավ։ Bed and breakfast-ի շոտ այստեղ։ Bed and breakfast ամեն ինչ կա Հայաստանի մեջ։ Չկարծեմ, որ Հայաստանը հետամնաց երկիր մնա։ Չէ, հետամնաց դեղերը կան մի փոքր դեղեր, իհարկե։ Պետք է ուղղակի ճիշտ ներկայացնել, ռոպագանդել, որպես տեսեք, որ ասենք այդ պանդոկները, այդ տեղերը մարդիկ իրենց անձնական միջոցներով սարքեն։ Ճանապարհները դա արդեն կառավարության խնդիրն է, դա արդեն մի քիչ ավելի խոշոր ասենք հարցը։ Դժբախտաբար դա մի քիչ դժվար է։ Ես էլ եմ հավատում, որ դժբախտաբար է։ Բայց դեղերը հիանալի է, անի տաշտեր, լեռներ, սորեր, արփակեդի եզերքները, ատպզիկ ռեստորաններ, հիանալի է Սիացա Հայաստանի։ Պարոն Յուրգանց, եւ որպես վերջաբան առաջիկայում սպասվում է համերգ, թե արդեն բդտվել է։ Ես հիմա գիրագի օր կմեկնեմ։ Ահա։ Այս գիշեր Էջմիածին եմ։ Էջմիածին դարձյալ պիտի երկեի, բայց քիչ մնացի շուրջս տեսեմ եւ որովհետեւ ինձ հրավիրել են Էջմիածնի քաղաքապետարանը։ Գարձեմ ինձ սուրպրայզ մանրանկալ մունին։ Ոչ խարեն մորթելու, ոչ խար։ Չէ, չեմ գալ։ Ագարելի է, չեմ գիտեր։ Գարձեմ փամ մգա, բայց չեմ գիտեր, վաղը պիտի այս գիշեր պիտի հասկանամ։ Եվ այս գիշեր հոնեմ եւ երկու Սևանան ինչ պիտի երթամ իհարկե։ Կարնիկ եղած տիգինս պիտի դանին որ դեսնե։ Դեսած է բայց չեք եղել Կարնիկ եղած։ Եղել եմ 10 անգամ եղել եմ։ Հա։ Բայց նոր եմ պիտի երթամ, ամեն անգամ տարբեր հաջուկ մնա։ Հիանալի է, լավ ծրագրեր կան։ Եվ ցայնակություններ ունիմ, արդեն 3 ցայնակություն ունեի։ Այո, դες մարդիկ էլ աստե հանգստանալի է գործ, sense էլ բան, մյուս անգամ ձեր բոլոր նամակները Facebook-ով պրիվատ կգրեք, որպեսզի աշխարհը չիմանա որ դուք ստեղ եք ու լավ կհանգստանաք։ Իսկ գնալուց առաջ եք գաք մեզ մոտ յետր կասեն, բա ջիջին, Յուրգանց եկել էր, բայց չէինք ասում, վարը թռնելու է, դե գնացին։ Իսկ ես հիշեցնեմ մեր հյուրներ, բոլորի կողմից սիրված Ֆրանսիայի երգիչ, երգահան, արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մարտին Յուրգանցը շատ շնորհակալ ենք ձեզ անկեղծ զրույցի համար, նոր ծրագրերի համար սիրով կսպասենք եւ կլուսաբանենք ձեզ։ Շատ շնորհակալ։ Հաջելի հանգիստ ձեզ, իսկ մեր եթերում այս պահին գովազդ։ Գովազդ։ Եվս մեկ անգամ հիշենք մեր գործընկերոջը։ Մեր հաղորդման հովանավորն է Իմ ընտանեկան բժշկական կենտրոնը, որտեղ իրականացվում է բոլոր օրգանների համակարգչային ախտորոշում, անոթների դուպլեքս հետազոտություն, հոդերի սոնոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, նյարդերի եւ մկավների ախտորոշում եւ վիտամին D-ի ախտորոշում արյան մեջ։ Այս ամենն իհարկե զեղչված գներով։ Իսկ վահանաձև գեղձի ստուգումը, ողնաշարի զննումը եւ 4-ից 14 տարեկան երեխաների ճիճվակրության ստուգումը անվճար է։ Իմ բժշկական կենտրոնացնեն է Մաշտոց 33 կոտորակ 1-ից քերախոսահամարն է 50 80 50 զանգահարում եք եւ առողջանում։ Իսկ եթերը շարունակում է օրվա դեղատոմսն իր ժողովրդական խորհուրդներով։ Գնացինք։ Շարունակելով խոսել միայն սննդարարի ու առողջարարի մասին, այս անգամ մեր սեղանին մրգերից առանձնացրել ենք տանձը։ Մանրամասները Մարիամ Վահանյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Վահանյան։ Տանձը խորհուրդ են տալիս 6 ամսականից սկսած գրեթե բոլոր երեխաներին ու բոլոր մարդկանց, սակայն թերևս մեր տեղական տանձը ու ներկրված տանձ կա որակական տարբերություն, համային տարբերություն։ Իհարկե, համային տարբերությունը այն է, որ մեր հողը, ջուրը, մեր արևը հրաշալի է։ Մեր քիմքին ավելի հաճելի։ Մեր քիմքին ոչ միայն հաճելի են, այլ իրենք ավելի օգտակար են, ավելի միկրոէլեմենտներով հարուստ եւ ստամոքսաղիքային տրակտի կողմից հրաշալի է մարսվում։ Հատկապես ասում են փորկապության դեպքում խորտ են տալիս, չէ՞։ ժամանակ, այո, որտեղ կա այնտեղ բջջանյութ, որտեղ այնտեղ կա միկրոէլեմենտների հզոր քանակություն, այնտեղ կա վիտամին D, որը ոսկրերի համար է շատ նորմալ, եւ իհարկե միկրոէլեմենտներ, կարելի ասել, միզամուխ է, այն խթանում է միզասեռական օրգանների աշխատանքը, հեռացնում ավելնորդ ջուրը, կա սրտի համար հրաշալի վիտամին, կալիում, որը սրտի աշխատանքն է նորմալացնում։ Բացի այդ, տանձի մեջ իհարկե կա, բոլորս գիտենք, որ կա կորիզներ, որը ինչ է անում տանձի կորիզները։ Բոլորը գիտենք, որ
երեխաների մոտ մանավանդ կամ մեծահասակների մոտ նույնպես, եթե իմունիտետը դեռևս երեխաների մոտ չի ձևավորված կամ մեծահասակների մոտ եթե իմունային համակարգը ընկած է, հնարավոր է, որ վարակված լինեն ճիճվով կամ միկրոբներով, որը ազդում է օրգանիզմի վրա, իսկ եթե մենք տանձ ենք ուտում Եվ այն էլ կորիզներով։ Եվ այն էլ կորիզներով, կամ եթե տանձի կորիզը առանցին հավաքած, եթե մենք պատրաստում ենք ջրեր, ապա տանձի կորիզը առանցին հավաքած չորացնելուց հետո մենք կարող ենք պահոցում ունենալ եւ 12 ամիս, եթե խնդիր կա, ապա տանձի կորիզի ընդամենը 1 ճաշի գթալը լցնել 2 բաժակ ջրի մեջ եւ թողնել 10-15 րոպե, որպեսզի թույլ կրակի վրա կամ գոլորշու վրա այն մի քիչ մնա, ապա մենք կունենանք հրաշալի բաղադրություն հակաճիճվային, եթե օգտագործենք օրը 3 անգամ 100-100 գրամից, ապա վերացնում է, միկրոբները սպանում է, այնպես որ տանձը իհարկե մենք կարող ենք յուրաքանչյուր ժամանակ ունենալ, եթե իհարկե ցանկանանք, այն կարող ենք պահել սառնարանում, սառեցրած տեսքով, կարող ենք ունենալ ջրի տեսքով, ինչ խոսք, եթե մենք ջիր ենք պատրաստում, այն էլ մեր արևի տակ, ապա այնտեղ եւ բջջանյութի քանակությունն է կրկնակի եռակի անգամ ավելանում, որովհետեւ գիտենք, եթե այս տանձն է, ապա ջրային մասը գոլոշանալուց հետո այնտեղ ավելի խիտ, շատ ավելի վիտամիններ, միկրոէլեմենտներ են պարունակում, քան հենց այսպես թարմ տանձի մեջ, դրա համար մենք կարող ենք, եթե ուզում ենք տարին 12 ամիս, ապա ջրի տեսքով այն բացարձակ չի զիջում բնական տանձին, թարմ տանձին եւ եթե ուզում ենք նաեւ մեր երեխաներին հրաշալի միկրոէլեմենտների քանակություն, մենք կարող ենք նույնպես ջրի տեսքով, այդ ժամանակ ինչ պետք է անենք, ջիրը ընդամենը եթե վերցնում ենք 100 գրամ ջիր եւ լցնում վրան մոտավորապես 2 լիտր, ապա առավոտյան 2 լիտր ջուր, 2 լիտր ջուր, ապա եռման ջուր, ապա առավոտյան մենք ունենում ենք արդեն ջրի կոմպոտ, որ կարող ենք օգտագործել ջիրը հենց այդպես փափկած վիճակում, իսկ ջուրը լրիվ ամբողջությամբ միկրոէլեմենտների քանակություն է, որ կարող են օգտագործել, անգամ եթե փորկապության ժամանակ, իսկ եթե կա փորլուծություն, ապա կարող են ջիրը օգտագործել, այնպես որ բնական ջիր, բնական տանձ եւ իհարկե մեր հայկական տանձը։ Շնորհակալություն, դե ինչ պահպանեք ձեր առողջությունը, հետևելով նաեւ մեր խորհուրդներին, իսկ մենք յուրաքանչյուր աշխատանքային առավոտ անպայման կմիանանք։ Առողջ եղեք, սիրելիներս, առողջ հեռուստադիտող, առողջ եթեր։ Արդեն առողջացանք, իսկ հիմա տեղափոխվենք Չինաստան։ Չինաստանի Գուանչժոու քաղաքում դպրոցական տղան ավտոբուս է գողացել ու 40 րոպե շարունակ վարել այն քաղաքում, մինչև ոստիկանությունը չի արգելափակել չարաճճիի ճանապարհը։ Մենք հիմա տեսնում ենք մեր էկրաններին, երբ ոստիկանները հարցեր են տվել առևանգման մանրամասների մասին, տղան ափերով փակել է դեմքն ու լռել։ Իդեպ ավտոբուս վարող տղայի մասին համացանցը շատ ավելի շուտ է իմացել, քանի որ նրան նկատած մարդիկ ձայնագրել են արտասովոր տեսարանն ու համացանցում հրապարակել։ Մենք մեր պապաների մեքենաներն էին գողանում քշել սովորում, այդ երեխաները ավտոբուսը հասարակական տրանսպորտը։ Կյանքի որ իրավիճակներում է հարկավոր ընտրել пассив դիտորդի դերը եւ երբ չի կարելի անհաղորդ մնալ, կպարզենք տեսանյութի օգնությամբ։ Դիտորդ հասարակություն։ Երևանում բանուկ փողոցները քիչ են, հատկապես աշխատանքի գնալիս կամ վերադառնալիս խցանումների պակաս չկա, բայց արյուտես, որը ասֆալտապատումը շատ հաճախ կազմակերպվում է հենց այդ ժամերին։ Իսկ ինչ եք անում դուք, երբ ուրիշի պատճառով ուշանում եք աշխատանքից եւ դառնում առնվազն ոչ ճշտապահ։ Գումարով ինչ-որ բան առաջ են գցում, բարձրաձայն։ Ոչ հաճախ, ոչ ամեն դեպքում։ Դե բարձրացնում այդ բային այդ մասնակիցների շրջանում, ես չի որ գնում եմ ինչ-որ մամուլի ասուլիս եմ այդ առթը տալիս։ Վերջ շրջապատն է վնաս, ես այդ դեպքում էլ եմ բարձրաձայնում։ Եթե օրինակ աղբը թափում են գետնին, ես բարձրաձայնում եմ դա։ Անիմաստ եմ համարում։ Եվ որովհետև ոչ մի բան չի փոխվի, ինչ բարձրաձայնես։
Ժամանակ չունենք բարձրաձայնելու։ Դե իմ խնդիրը չէ ժողովրդին կրթելը կամ դաստիարակելը, էլի։ Ինքի համար բարձրաձայնում։ Համատարած անօրինականություն է, մեր ժողովուրդը դրան դեմ չի։ Սա ոչ մեկի համար նորություն չէ, շատերին անգամ դուր կգա իրավիճակը, սակայն եթե հավես չունեք խնդիրներ բարձրաձայնելու, պատրաստ եղեք նաև ինքներդ արհամարված լինելու պետության կողմից։ Այն ուժը, որը ստիպում է քաղաքական համակարգին գործել, պտտվել, աշխատել, ինչպես ժամացույց, այդ լարող ուժը, հենց պահանջներն են, որոնք գալիս են բնակչությունից։ Պահանջներ եւ աջակցություն, այսինքն քիչ է միայն պահանջել պետությունից, պետք է նաև աջակցել։ Եթե մենք ուզում ենք օրինակ ուժեղ բանակ ունենալ, մենք պետք է ուզենանք ծառայել այդ բանակում եւ բանակին։ Պատկերացրեք, որ դուք ամեն ամիս որոշակի գումար վճարում եք ինտերնետ մատակարարող ընկերությանը, սակայն չեք ստանում ոչ մի մեգաբայթ։ Նույն օրինակով մենք ամեն ամիս պետությանը վճարում ենք մեր աշխատավարձի մինչև 25%-ը։ Դրա դիմաց տանում ենք չգիտենք էլ ինչ եւ լռում ենք։ Մեր մեծերը սրանք ասեին աղայություն, առաջադեմները իմացության պակաս։ Քրեական միջավայրում էլ իրավատեր մարդիկ ունեն իրենց մականունը։ Այդպիսի արտահայտություն կա գործ տալ, գործ տվող եւ այլն, սա քրեական մշակույթի բառապաշար է իրականում։ Գործ տալ նշանակում է պետությանը տալ ինֆորմացիա, տեղեկատվություն այս կամ այն անձի կամ կազմակերպության դեմ։ Ինչ է սա նշանակում, եթե քեզ ինչ-որ բան դուրս չեկավ եւ քո շահերին դեմ է, ապա բնական է բողոքելը հարցի լուծման նպատակով, պետք է նպաստի քո այդ հարցի լուծմանը, բնական է։ Այսինքն ըստ քրեական տրամաբանության մեր խնդիրները պետք է լուծի ոչ թե պետություն, այլ մենք, սակայն Ինչու եմ անընդհատ շեշտում պետություն որպես գերակա արժեք եւ շահ, որովհետեւ որևէ մեկը դեռևս չի ապացուցել, որ պետությունից լավ այս կամ այն խումբը կարող է կառավարել եւ եթե լիներ հակառակը, ապա հրեաները չէին ձգտի իրենց ամբողջ պատմության մեջ ստեղծել Իսրայել։ Եվ ուրեմն, եթե կարողանում ենք մեր բարկությունը թափել մեր աշխատողների, երեխաների կամ հարևանների վրա, ապա ինչու չենք բարկանում, երբ մեր աչքի առաջ արևածաղկի կեղևը նետում են գետնին, երբ մեր ներկայությամբ երթուղայինի վարորդը անվրդով ծխում է, երբ մաղարի չեն ուզում որևէ աշխատանքի տեղավորելու համար։ Որովհետև արկա է եղել թույլ քաղաքացիական գիտակցություն ի սկզբանե եւ մինչեւ այսօր հայը եւ քաղաքացի լինելը ոչ թե ընկալում են նույնական ձևով, օրինակ Ամերիկայում ամերիկացի եւ Ամերիկայի քաղաքացի լինելը նույնացվում է։ Հայաստանում հայ լինելը նույնացվում է շատ վերացական երկիր տերմինի հետ, բառի հետ, երկիր, որը չափելի չէ այսօր, կոնկրետ սահմաններ չունի, իսկ կոնկրետ Հայաստանի Հանրապետությունը մեզ քիչ է թվում։ Եվ պատասխանաբար այդ փոքր սահմանների մեջ հայը իրեն սահմանափակ է զգում։ Նա ուզում է դուրս գալ դրանից, դուրս գալ այդ տիրույթից։ Եվ եթե անգամ դուք նկատում եւ բարձրաձայնում եք օրինազանցություններն ու անարդարությունները, տաքսու վարորդը ձեզ օգնել չի կարող։ Իջեք տաքսուց եւ դուրս եկեք Facebook-ից, այնտեղ հարցեր չեն լուծում։ Դու կարող ես անընդհատ օրինակ ահազանգել այն, որ քո բակում ինչ-որ մի շինարարություն է տեղի ունենում, բայց դա անիմաստ լինի, որովհետև դու այդ մասին ահազանգում ես քո ընտանիքի անդամներին միայն, կամ ուղղակի անվերջ գրում ես սոցցանցերում եւ ոչ թե թիրախավորված տեղեկացնում ես այն մարմիններին, որոնք պատասխանատու են սա կանխելու համար։ Որքան շատ է անհատական վերաբերմունքը եւ բացառությունները, այնքան քիչ է օրենքի աշխատանք։ Փաստորեն այդ բացառությունները արվում են, որովհետև քաղաքացին չի մտածում այն մասին, որ ավելի լավ է մեկ ընդմիշտ լուծել հարցը մի անգամ, բայց ամբողջությամբ պետականորեն եւ ոչ թե ամեն անգամ խնդրել զիջումներ հատուկ քեզ համար, քո ընտանիքի անդամներին եւ մտածել, որ եթե վատ լինի, ապա տակից կարողանամ դուրս գալ։ Եվ երբ ձեզ կհարցնեն, թե որ դասախոսներ գումար հավաքում գնահատական նշանակելու համար, ձեր ուսանողական էմոցիաները ոչ թե կփրկեն ձեր դասախոսին, այլ դանդաղ կփլուզեն պետությունը։ Եվ ահա, որպեսզի պատժվի խախտումը, մենք պետք է այդ խախտման մասին տեղեկացնենք այն մարմիններին, որոնք պիտի պատժեն օրենքով տվյալ խախտումներ։ Եվ բնական է, մեր քաղաքացիները, եթե ուզում են երկիր, պետք է սկսեն անձնական վարքից, պետք է սկսեն այսօր թույլ չտալ ուրիշներին խախտել իրենց իրավունքները, անգամ եթե ուրիշը իրենց բարեկամն է։
Գուցե զարգացած երկրներում իրավատեր լինելը պատվաբեր է, իսկ Հայաստանում գործ տվողի կոչում, սակայն ոչ ոք դեռ չի ապացուցել, որ ձեր բակային օրենքները արդյունավետ են ձեր երեխայի ապագայի համար։ Ուստի այսօր ժամանակն է հասկանալու մեզ համար առաջնային է թաղային կարծիքը, թե բարեկեցիկ ու օրինավոր երկրում ապրելը։ Արուս Տիգրանյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը շանթում։ Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սահմանադրության օրվա առիթով այսօր կփորձենք պարզել, թե ինչպես են ծնվում օրենքները, ում համար են դրանք եւ որքանով է մեր հասարակությունը ծանոթ դրանց հետ։ Մեր հյուրն է մարդու իրավունքների առաջին պաշտպան, քաղաքագետ Լարիսա Ալավերդյանը։ Բարև ձեզ, Տիկին Ալավերդյան։ Ուրախ ենք, որ մեր տաղավարում ենք եւ նախ շնորհավորում ենք տոնի կապակցությամբ։ Ես էլ եմ շնորհավորում բոլորին, ում համար ընդհանուր առմամբ իրավական պետություն ունենալը, թեկուզ այսօր չերևացող լինի, բոլոր դեպքերում մնում է կյանքի նպատակներից մեկը։ Բոլոր այդ մարդկանց ես շնորհավորում եմ։ Տիկին Ալավերդյան, հենց նոր տեսանյութ դիտեցինք, որի մեջ շատ վառ երևում էր, թե ինչ անտարբեր է հասարակությունն այսօր օրենքի նկատմամբ, այդ սխալների նկատմամբ, անարդարության նկատմամբ։ Եվ ասում են ինչու բարձրաձայն են, պարզ է, որ անօրեն է ամեն ինչ եւ շնորհակալություն հարցի համար, դուք փաստորեն այդ, ինչպես ասում են, ամենազգայուն ներվին հիմա անդրադարձակ։ Միշտ մենք որ խոսում ենք մեր թերությունների մասին կամ իշխանությունը խոսում է նվաճումների մասին, մենք միշտ մատնացույց ենք անում իշխանությանը։ Եվ ստացվում է, որ ամեն ինչը, այո, ոնց որ թե իշխանությունը դա մեզանից չի, ոնց որ մեզ բանդերոլով կներեք ուղարկել են մի այլ մոլորակից մեզ են ուղարկել, կոմետայի վրա հասել է մեզ։ Սա մեր իշխանությունն է եւ այն անտարբերությունը, որը մենք ունենք, ունի մի քանի բացատրություն։ Ես կանգ առնեմ մեկի վրա, որը ժամանակին շատ կոշտ ձևակերպում է տվել Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը Լուկինը, հայտնի դիվանագետ, հայտնի գիտնական եւ այլն։ Ինքը ասել է իրավական ցինիզմը իշխանությունների, իշխանավորների կողմից ծնում է իրավական մերժողականություն, իրավական նիհիլիզմ կոչվածը, մերժողականություն։ Այսինքն ասում է, որ ինչպես որ կիրառում է կամ օգտագործում է իշխանավորը, իշխանությունը մեծ առումով օրենքը, տեսնում է մարդը, որի համար է այդ օրենքը գրված, որ իր կյանքը լինի ավելի կանոնակարգված, նա տեսնում է, որ դա օգտագործվում է մի նեղ խմբակային շահի համար, մի անձի համար, ի վերջո դա մարդակենտրոն չէ, ու նա ասում է, ինչ օրենք, ինչ նորմ, երբ որ ես դիմում եմ, ես կարող եմ դες հետ էլ այդ նույն փորձը անել, դիմում եմ մարդկանց եւ ասում եմ, եթե ձեզ հետ մի բան լինի աշխատանքի վայրում է կամ ում սկզբից կդիմեք, օրինակ հասարակական կազմակերպություն է 26 տարեկան, այդպիսիները շատ կան, կդիմեք հասարակական, ասում են ոչ հասարակական կազմակերպությունը, ինչա, կդիմեք անմիջապես իրավապահ, ոչ Աստված Եվրոպայի, բան ծանոթին։ Իհարկե։ Եվ դա գրեթե համատարած է իհարկե, ես շատ ու շատ մարդիկ գիտենք, ում մեքենաներ են գողացել կամ մեքենայից բաներ հանեն, կյանքում ոստիկանություն չեն դիմի, մի անգամից թաղային ավտարիցետներին, բաներին բան, եւ հաջողության են, եւ հասնում են ոստիկանություն դիմես, ընկնում ես կրակ, օրու մեջ պիտի գազ, շոբոթ լրացնես ինչ-որ բաներ ան։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է այդ անտարբերությունը մենք չպետք է դատապարտենք մեր հասարակության այդ ներկայացուցիչների։ Մենք պետք է դիտարկենք որպես հետևանք այն տարիներ շարունակվող արդեն քաղաքականությանը, որտեղ որ օրենքը, իրավունքը, նորմը հրճակված, մի քանի անգամ հայտարարված, ոչ միայն շատ անգամ չի գործում, այլ ինչը ավելի վատ է, գործում է ընտրովի, մեկի հանդեպ իրարվում է մի չափանիշներով, իսկ յուրայինների հանդեպ կարող է հայտնաբերեն զենք, լինի այդ կրակոց, ես չեմ ուզում անուն տալ, բայց գրեթե բոլորդ կրահում ենք, եւ հետագայում պարզվի, որ ոչինչ չի եղել, իսկ պատժվի կամ առնվազն մեղադրվի այն անձը, որը տուժել է այս ամեն ինչից։ Սա ծնում է խորքային
բացասական երևույթներ եւ ես այդ դրա համար ասեցի ուղղակի դիմելու բոլոր նրանց ով գիտի որ երկիր ունի աշխարհը չունի եւ պետք է այս երկիրը դառնա մեր լավագույն պետությունը այդ մարդկանց եմ դիմում ասելով մի հուսահատվեք հակառակը եթե հուսահատելու բան չկա մենք ունենք Վրաստանի այսպես ասած օրենքը օրինակը ես չեմ համարում որ վրացիք ավելի քիչ կաշառակեր են մեզնից կամ ավելի օրինապաշտ կամ ավելի խելոք հաստատ միան ասի հա ասեք նորմալ բայց իրենց մոտ կարծես թե այդ խնդիրը լուծվեց ասենք գոնե այն ցածր մակարդակի վրա ասենք այդ խուլիգանություն չկա ինչ որ տեսնում եք մեզ մոտ դեռ, հա։ Դուք խոսում եք ոստիկանության մասին, երևի այո, իրավապաշտպանների, ես խոսում հենց ինչու ենք հեռու գնում, ես Վրաստանի ազգային ժողովով կողքով անցել եմ, նախ ցանկապատված չէր, երկրորդ ամենաթանկ մեքենան Nissan Tidan էր այնտեղ։ Հա, ասենք կամ որևէ ասենք մեքենա, որը ստեղ 6000, այնտեղ $2000, հա։ Այսինքն ինչ որ գոնե տեսանելի ինչ որ շարժ կա Բայց ես չեմ համարում, որ վրացիները որպես հասարակություն ավելի հասուն էին, ավելի հայրենասեր էին կամ ասեմ ինչ կատարվեց այնտեղ։ Ճիշտ եք ասում։ Ես պետք է ասեմ, որ նոր եմ գալիս Թիֆլիսից դե։ Ճանապարհների մասին չխոսեմ։ Մենք ունենք այո շատ լավ այնտեղ գոլեգաներ, գործընկերներ եւ այլն, եւ ես շատ սիրով պետք է ասեմ, հետևում եմ այն դրական փոփոխություններին։ Ասեմ դες որ այդ բոլոր դրականի հետ անշուշտ կյանքը իրենց բերում է շատ այլ դրվագներ, բայց դուք ամենևին չեք սխալվում, եթե ասում եք, որ գրեթե ինչպես ընդունված է ասել, մի գիշերվա ընթացքում Վրաստանը արթնացավ եւ հայտնվեց մի այլ հարթակում։ Անշուշտ այստեղ դա քաղաքական վերնախավի քաղաքական կամքներ։ Մենք պետք է հստակեցնենք, որ նույնը եղել է, մենք խոսում ենք Սինգապուրի մասին, մենք խոսում ենք Հոնկոնգի մասին, մենք գիտենք, որ դա տեղի է ունեցել հստակ ձևավորված վերնախավ, որը որևէ մի, գիտեք, շատ անգամ ոչ թե փափուկ, այսպես կոչված զուտ ժողովրդավարական մեթոդներով, այնպես կոշտ, բայց արդարության համար կիրառել են այնպիսի մեթոդներ, որ օգնել է իրենց շատ արագ ունենալ այլ մթնոլորտ, այլ միջավայր, ի վերջո շրջապատող մենք որ ասում ենք միջավայր էկոլոգիա, դա մարդկային հարաբերությունները իշխանություն մարդ, իշխանություն հասարակություն ամենակարևոր տարրն են այդ էկոլոգիայի մեջ, այդ միջավայրի մեջ։ Գիտեք, մենք էլ շատ հիմա արդեն կանցանդրանան գովազդի, բայց ես մի ցավալի փաստ ինձ համար նշեմ, որ Վրաստանում շատ հանգիստ մոտենում են ոստիկաններին եւ ինչ-որ բան եմ հարցնում, իսկ մեզ մոտ ճիշտ է դեռ մի փոքր խուսափում եմ, որտեվ մի խոսքով հիմա գովազդ է, այո։ Գովազդ մեր եթերում։ Տունը վաճառում ենք կահույքով, ամեն ինչով։ Առնում եմ։ Գուցե նայեք։ Սա մեր հյուրասենյակն է։ Այստեղ մենք ամեն առավոտ կռվում ենք։ Առնում եմ։ Սա մեր ննջասենյակն է։ Ստեղ էլ ամեն գիշեր բարի շում ենք։ Առնում եմ։ Սա էլ մեր բաղնիկ զուգարանը։ Ինչ։ Սալիկները կերամամարացի են, հանել ենք հետներս ենք տանեմ։ Կերամամարացի, որակ, որից անհնար է հրաժարվել։ Սա էլ կերամամարացին, վայելեք։ Առնում եմ։ Առնում եմ, առնում եմ, առնում եմ։ Վերադարձանք հիշեցնեմ մեր հյուրն է Մարդու իրավունքների առաջին պաշտպան քաղաքագետ Լարիսա Ալավերդյանը։ Հետաքրքիր է Տիկին Ալավերդյան, մենք խոսում էինք պատճառի մասին, բայց այդ հետևանքի մասին, բայց այդ հետևանքը գալիս է ինչ-որ մի պատճառից։ Եվ այստեղ հարց է ծագում, թե այդ պատճառը ում մեղքն է, ում մեղավորությունն է։ Այսինքն հասարակությունն է մեղավոր, որ ստեղծել է նման իշխանություն, թե իշխանությունն է մեղավոր, որ դարձրել է հասարակությանը այդպիսի անհաղորդ անտարբեր դիտորդի։ Ես ասեմ, բոլորը ովքեր սովետական ժամանակ ապրել են, հիմա նշում են, որ այն ժամանակ գոնե մի քիչ ավելի շատ կարգ ու կանոն կար։ Շատերն են դա։ Մոսկվայից վախում են։ Ինչ, այո, դուք ուղղակի ասեցիք, այսինքն վախում են վերևից։
այն զարգացած երկրներում կամ չզարգացած, բայց որտեղ ինչպես մենք Վրաստանի օրինակը բերեցինք, քաղաքական վերնախավը ցուցաբերում է կոշտ, բայց եւ որպես միանգամայն արդարացված պես կամք, այո, ներդնել նոր մեխանիզմներ, բայց ընդհանուր առմամբ զարգացած երկրներում դա հասարակության ճնշումն է։ Ուշադրություն դարձրեք, եթե որևէ մի նախարար ամենաբարոյականը չի, բայց իրեն մի բանի մեջ կասկածել են, շատ չնչին բան, ինքը շտապում է շուտ հրաժարական տալ, որովհետև դա Կանադայում, Դանիայում զարգացած երկրներում, մեզ մոտ հակառակը, մեզ մոտ կարող է եւ գործ հարուցվի եւ բերվեն ինչ-որ օրինակներ, հետո պարզվում է ոչ մի բան չի հաստատվել եւ այդ անձը դառնում է падգամավոր։ Ես բերում եմ շատ կոնկրետ, դա ապտակ է, նախ եւ առաջ պետության։ Ես պետք է ասեմ, իշխանությունները չեն մտածում պետության մասին, որնակ չեն մտածում մարդու մասին, շատերն են ասում, բայց կներեք նրանց աչքի լույսը չի եւ պետության շահը։ Նրանց աչքի լույսն է խմբակային, նեղ խմբակային, տվյալ դեպքում։ Ես այս մի անձի համար ինչ որ բան ստեղծել։ Ժամանակին ես միշտ ասել եմ, ցույց տվեք ինձ մի մարդ, որի պատիվը ավելի բարձր է, քան իմ երկրի պատիվը։ Հիմա պարզվում է, որ այդպիսի մարդիկ շատ կան, որոնց պատիվը ավելի բարձր է։ Դա նշանակում է, որ հասարակությունը, որը հասկանալի պատճառով չունի այդ զարգացվածությունը, որ կոշտ այդպես ճնշում իրականացնի իշխանությունների վրա, վերևը չի ուզում, որ օրինակ Վրաստանում ուզեց ցանկացել է ինչ-ինչ բան փոխել է, մեր վերև այդ վերնախավը չի ուզում։ Նա հակառակը, նա մտածում է ինչպես անի, որ այս ինչ որ կա, հանկարծ այս ասում ենք լճացում, այս ճահիճից հանկարծ մի բան դուրս չգա, բոլորը մնան այս վիճակում։ Այդ ճահճացած, այլ ոչ թե լճացած վիճակը, դա փաստորեն այսօր մեծ պատասխանատվությունը անշուշտ վերնախավի վրա է։ Գիտեք, մենք տեսանք Խորհրդային Միության փլուզումը, Հռոմի փլուզումը եւ այլն, որը կատարվում է շատ անկախատեսելի, անսպասելի մի օրում եւ բերում է սարսափելի հետևանքների։ Ես օրինակ շատ ցավում եմ, որ Խորհրդային Միությունը այդպես փլուզվեց։ Կարող էին կամած, մի խոսքով, հիմա չխորանանք։ Այդ ճահճացումը չէ, որ բերում է ցնցումների։ Եվ Աստված մի արասե, ելի եւս մի ցնցում, եւս ինչ-որ ավտորիտետների փոփոխություն եւ երկիր ելի մի 100 տարի հետ են գնելու։ Ինչ կարող է անել հասարակությունը ցնցումներից խուսափելու համար։ Հասարակական կազմակերպությունը մենք որպես արվեստագետներ, որպես մտավորականներ, որովհետեւ ցնցումները անխուսափելի են ճահճացման ժամանակ, իսկ որ ճահճացում է դա 100%, այս ընտրությունները մեծ ցույց տվեցին։ Ես հիշեցնեմ, որ ճահիճներում եւ տարբեր ձևի հրդեհներ են լինում զուտ ֆիզիկական ճահիճների մեջ, այսինքն իրապես այդտեղ ռիսկերը շատ ավելի շատ են, քան թվում է։ Այսինքն ճահճացած վիճակը դա այսպես գազերի կուտակում են։ Այո, այսինքն լավ վիճակ չէ։ Հիմա մենք արդեն ապրում ենք, փաստորեն շուտով մենք կնշենք 1 տարին այդ 17 հուլիսի այդ ցնցում էր բոլոր դեպքերում հասարակության համար, ընթանում են դատական այդ գործընթացները եւ այդ դատական գործընթացների մշակույթը ինքնին վկայում է նրա մասին, որ այդ ցնցումների պատճառներին իշխանությունը այդպես էլ չի անդրադարձել։ Նա ուղակի մեկուսացնելով, մեղադրանքներով, այսպես ձևակերպելով եւ հիմա դատական կրկնում եմ ցածր մշակույթի, այսպես դատական գործընթացների մեջ ենք մենք հիմա այսօր, մենք այո, ձեր վտանգը ասած արկա է, որովհետև չի լինում այդպես, մարդը ծնվում է մի քանի բնազդներով, դա երջանկության բնազդն է, բնազդ է դա արդարության բնազդ է, պատահական չէ, որ ամեն մեկը իր հանդեպ անարդարությունը շատ սուր է զգում, եւ ի վերջո նա ցանկանում է, որ լինեն խաղի այնպիսի կանոններ, որոնց հետ ինքը ծանոթ է եւ որոնց ծանոթ են բոլորը եւ հետեւում են դրանք, որևէ մի մարդ չի կարողանալու հանգիստ ապրի եւ ցնցումների այդ պաշարը չմեծացնի, եթե նա տեսնում է
այս անձը կարող է խախտել որևէ ցանկացած նորմ եւ մնա անպատիժ եւ հակառակը կարմիր լույսի տակով անցնելուց 20-20000 տուգան գա։ Պատասխանատվության խնդիրն է, կրկնում եմ, ես մեղք լինի, պատասխանատվություն լինի, դա իշխանությունների վրա է։ Ես ժամանակին դա ասել եմ, լինի մարտի 1, լինի ինչ ուզում է լինի։ Եթե դու իշխանություն ես, դու քեզ վրա վերցրել ես պարտականություն այդ կարգ ու կանոնը պաշտպանել։ Ցավոք սրտի Հայաստանում բոլոր այդ բախումները ավարտվում են նրանով, որ մի այսպես գալիս է մի հետընթաց, մենք ապրում ենք հետընթաց, որովհետև մի մասը ասում է, տեսար, էս էլ չստացվեց, էլ գնա ամենախելուկը ես եմ, ով գնաց տես նստած են ճաղերի հետևում, կամ թե չէ տեսեք ինչ դատական է։ Ես ձեզ հետ մի բանում պետք է համաձայնեմ, վտանգավոր վիճակ է։ Վտանգավոր է, ես միշտ եթե ասում եմ, թե որն է դեղատոմսը, ես մեկ է ասելու եմ նախ եւ առաջ ակադեմիական շրջանակներին, արվեստի գործիչներին եւ հասարակական կազմակերպություններին։ Ես դիմելու եմ դրանց միշտ, ինչու՞։ Տեսեք, բոլոր իշխանությունները միշտ իրենց շուրջը ունեն շատ սերտ կապերի մեջ մտած, լինի արվեստագետներ, արվեստագործներ, լինի ակադեմիական շրջանակներ։ Վերջերս ուղղակի էլի նյութ տպվեց, որ գիտեք, մեր վիճակը, բոհական վիճակը եւս անհրաժեշտ է ուղղակի հեղափոխական միջավայրի փոփոխություն հեղափոխական ձևով պետք է այդ լճացումը որ կա, այսինքն բոլորը գիտեն, որ ով է ղեկավարը, ում ընկերն է, ինչու է նա ընտրվել, ինչու պետք է մնա, ինչու պետք է չվերընտրվի։ Այս վիճակը ուղղակի հղի է բավականին սուր բախումներով ապագայում։ Ինչ պետք է անենք, որ դա չլինեն։ Ահա այն արդեն դիմեմ այն մարդկանց, որոնք ասել են ինձ համար մեկ է։ Գիտեք, երբ որ ասում են այդպիսի բան կա, մարդու իրավունքների պաշտպանությունը ցանկացած անձի համար, դա այլոց իրավունքի պաշտպանությունն է։ Իհարկե։ Դա շատ կարևոր է, որ եթե մենք անտարբեր ենք այլոց իրավունքները, որոնք մեր աչքի առաջ ոտնահարվում են, դա նույն բանն է, որ դու թույլ ես տվել, որ վաղը կամ արդեն եղել է ավելի խիստ կոտնահարվեն քո իրավունքները։ Ես միշտ դիմելու եմ հասարակությանը, որովհետև մի անգամ օգտագործել եմ այդ խոսքը, տեղ զգայուն չէ, ասում են անզգա է իշխանությունը հասարակական շահի հանդեպ։ Դրա հետ միասին, քանի որ սահմանադրության օրն է այսօր, պետք է ասեմ, որ պետք է, թե մեզ պետք չի այդքան հռչակագրային։ Նախ եւ առաջ ոնց իմանանք ինչն են խախտում, եթե չլինի սահմանադրություն, որպես կատակ են դա միշտ ասում, որ չլինի օրենքը, ոնց իմանանք ինչ են խախտում։ Բայց ի վերջո դա նրա համար է, որ ակտիվ քաղաքացին ոչ թե բնակիչ է ուղղակի, ոչ թե իրեն զուտ, չգիտես ինչու հայրենասեր կոչող եւ բոլոր սխալները իշխանության եւ երկրում եղածը թաքցնող քողարկող անձը։ Ոչ, հայրենասիրությունը դա այսօր պայքարել ավելի կանոնակարգված երկիր ունենալու պայքարի մեջ է։ Սա է հայրենասիրությունը։ Դու պետք է գնաս ռիսկի։ Բոլոր այն երկրները, որ այսօր մենք մատնացույց ենք անում, անցել են դժվարագույն մի ճանապարհ։ Այո, ունեցել են, այո, նույն Ֆրանսիան, նույն Մեծ Բրիտանիան, Անգլիան, եթե վերցնենք որպես պատմական, անցած տարի նշվում էր 800-ամյակը, այսպես կոչված մեծ ազատ Великая хартия вольности։ Ես ռուսերեն ասեմ, որովհետև անգլերեն չասեմ հայերեն։ 800-ամյակը, այսինքն իրանք պայքարը սկսել են 800 տարի առաջ։ Հələ մի 800 տարի ունեն ժողովուրդ։ Բացարձակապես։ Հիմա, քանի որ ռիսկային մենք турբուլենտ ասում են միջազգային հարաբերությունների մեջ եւ վիճակները շատ արագ փոփոխվող եւ քաոսային կառավարվող կամ անկառավարելի քաոսային վիճակ է, դա նշանակում է մենք այդ 800 տարին չունենք։ Իհարկե, ամեն վարքյան կարող է։ Հենց դա ես այդ օրինակը բերում եմ ցույց տալու համար, որ կա երկու ճանապարհ՝ դա 800 տարի, 500 տարի, 300 տարի եւ այլն։ Մենք այդ ճանապարհը ի դեպ անցել ենք պատմության մեջ տարբեր ձևերով։ Մենք միշտ պարծենում ենք, որ առաջի սահմանադրություն գրողը հայ է եղել Հայաստանի համար, ճիշտ է, այլ երկրում, բայց
Մենք պետք է ոչ թե դրանով բարձենանք, այլ վերջապես հասկանանք, սահմանադրությունը դա մեզ համար մի փաստաթուղթ է, կամ իրավաբանները ինչպես սիրում են ասել, իրավաբանական փաստաթուղթ է, դա ոչ միայն իրավաբանական է, դա հասարակագիտական է, դա հասարակական է, դա ժողովրդական է։ Այդ սահմանադրությունը պետք է դառնա մեր ամենօրյա օգտագործվող նյութը։ Չի օգտագործում, որովհետև ասում է սահմանադրությունը իրեն համար, մարդու իրավունքները իրեն համար, իսկ մեր կյանքը իրեն համար։ Եթե մենք չշատանանք նրանք, ովքեր որ անտարբեր չեն այլոց իրավունքների, սեփական իրավունքների, ես գիտեմ մի որևէ գործի համար ես ունեմ բարեկամներ, որոնք պայքարում են գազը միացնելու համար 2 ամիս։ Դե բայց դեռ սարսափելի է։ Փաստորեն դու ամբողջ կյանքդ պետք է պայքարես։ Հստակ իրենց ասվել է, եթե դուք տայիք արձերը ինչ որ գումար, չէին նայի, կարքին է, կարքին չի այդ հրշեջ բոլոր պահանջները եւ այլն կմիացնեին։ Դուք ճշմարտություն եք ուզում, դե հիմա տանջվեք, այո։ Պետք է ասեմ, որ ես դատապարտում եմ եւ այդ խորշելի այդ խավը մերոնք չեն էլի, մերոնք։ Իհարկե մերոնք։ Մերոնք։ Հիմա նրա ծանոթը չի պայքարելու այդ մարդու դեմ։ Որովհետև ինքը ասում է, «Ինչ լավ է, ես այդ ծանոթը ունեմ, որը անօրինական ինձ համար կանի»։ Եկեք խոստովանենք, պետք չի փնտրել մեր սխալների աղբյուրը դրսերում։ Իհարկե, ինչ։ Եկեք նայենք մեզ, ես միշտ կրկնել եմ ու պետք է ասեմ, Ինդիրա Գանդի հզոր գործիչ էր, ասել է, բոլոր խոչընդոտները իմ նպատակներին հասնելու համար ես կրում եմ իմ մեջ։ Եվ այո, հանրության ամենաակտիվ չզլացող վերջապես եւ որը որ չի փնտրում արդեն կանոնակարգված երկրում իր ապագան։ Ես հասկանում եմ, որ կոչ եմ անում շատ ծանր ճանապարհ անցնելու համար։ Այո, սարսափելի ծանր է։ Ես գիտեմ, որ բոլորը չպետք է դրանով գնան։ Մանավանդ նրանք, որ կներեք հացի խնդիր են լուծում անմետ պահ։ Դրա համար եմ ես իմ պահանջը, եթե կարելի է քաղաքացու, ներկայացնում ակադեմիական շրջանակներին, արվեստագետներին, արվեստագործներին, հասարակական կազմակերպություններին եւ բոլոր նրանց, ով գոնե այդ հացի խնդիրը չունի։ Գիտեմ, որ կասեմ, որ եթե պայքարենք, կունենանք եւ այդ խնդիրը, բայց եթե չպայքարենք, կներեք, մեկը կունենանք այդ խնդիրը, որովհետեւ այդ ճնշումը չունի կանգար, նա գալիս է եւ ձեզ վրա։ Պայքարեք ձեր իրավունքների համար։ Սիրելիներս ամեն ինչ ձեր ձեռքում է, ինչպես ասեց մեր հարգելի հյուրը, պայքարեք, Տիկին Նավարսազյանը արդեն ամփոփեց, այսպես ասած իր խոսքը, պայքարեք ձեր իրավունքների համար, ձեր խոնարհծարան բազմիցս պայքարել է, բազմաթիվ, ասենք, ճանապարհավոստիկանության ակտեր ջրվել են, այսպես ասած, երբ որ դատի եմ տվել, դահակն ինձանից գողացել է 15,000 եւ դա էլ եմ բերելու հետ, որովհետեւ դա ձեր իրավունքն է եւ հաստատ համոզված լինեք, որ եթե այդպիսի քաղաքացիներ շատ լինեն, ապա մեր երկիրը կամաց կդզվի եւ կառողջանա։ Կառողջանա։ Շնորհակալություն ձեզ զրույցի համար, հիշեցնեմ մեր հյուրներ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը եւ մենք շարունակենք գրագետ թե անկարծիք պահանջկոտ թե նվերներ ակնկալող ըմբոստ թե հես ինչպիսին է հայ հասարակությունը կպարզենք մեր տեսանյութի օգնությամբ։ Գնացինք։ Однажды старый серый ослик Иа стоял на берегу озера и рассуждал о странностях жизни. Жалкое зрелище, душераздирающее зрелище. Кошмар. Նույնպիսի արհամարյանքով ու դժգոհությամբ մեզանից շատերն են կյանքի հանդեպ տրամադրված։ Մենք հայերս սովորաբար միշտ դժգոհ ենք աշխատավարձից, գործատուից, կառավարությունից, խանութի վաճառողից, հարևաններից, բարձր գներից, ֆուտբոլի մեկնաբանից եւ էլի ումից ու ինչից ասես։ Այո, կյանքը չունի համընդհանուր ընդունված գնահատական, բայց վատ լուրը այն է, որ արդարություն մինչև վերջ արդարություն փնտրողները ավարտում են հոգեկան հիվանդություններով։ Գիտեք, մենք դժգոհ ենք պատմությունից, մենք դժգոհ ենք մեր անցյալից, եւ այդ ապրած դժգոհությունները ուզենք չուզենք ներկայի մեջ պետք է դրսևորվեն։ Անցյալը ընդհանրապես ինչքան է ձևացնենք, շատ կարևոր նշանակություն ունի մեր համար։
մենք լավատեսությունը որպես անձնական կատեգորիա, դա մեր ապագայի հանդեպ հավատն է, դա մեր հույսերն են ու մեր ձգտումներն են դեպի վաղվա օրը, բայց եթե խոսում ենք լավատեսությունից որպես սոցիալական կատեգորիա, դա գլխավոր ցուցանիշն է մարդկանց կյանքի որակի։ Доброе утро, я. Доброе утро, Винни-Пух. Если оно вообще доброе, чем я лично сомневаюсь. Как поживаешь? Не очень как. Я даже думаю, что совсем никак. Կյանքը գուցե երբեմն ամենաարդարը չէ, սակայն դրա հանդեպ ձեր վերաբերմունքը կարող է շատ բան փոխել։ Գիտեք, ուզում եմ Չերչիլի խոսքերը շատ տեղին է հիշեմ, որ ինքը ասել է, որ 10%-ն է իրականությունը, 90%-ը մեր վերաբերմունքն է իրականությանը։ Եթե մենք իրականությանը բացասական վերաբերմունք ունենք, իրականությունը այնտեղ 10%-ն է, 90%-ը այդ բացասականը մեր բացասական ներսի ունեցած կամ վերաբերմունքներն են, կամ գնահատականներն են, այնպիսին է մեր կյանքը, ինչպիսին որ մենք ուզում ենք որ նա լինի։ Ես այսօր ուզում եմ այսպես պաշտոնապես կոտրել այն կարծրատիպը, որ հայերը համարվում են հոռետես ազգ։ Ոչ, մենք համարվում ենք բավական օպտիմիստ, բավական լավատես եւ դեպի ապագան նայում ենք բավական մեծ հույսերով եւ դեպի լավը տրամադրված։ Դրա մասին են խոսում մեր ընկերության կողմից իրականացրած վերջին տարիների բոլոր հարցումները։ Եվ այսպես, երբ Հայաստանում տարբեր տարիքի եւ սեռի տարբեր կրթական մակարդակի 2018 մարդու շրջանում հարցում են անցկացրել, թե ինչպես է փոխվել իրենց ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակն անցած 1 տարվա ընթացքում, 2016 թվականի արդյունքներն այսպիսին էին։ 43.9%-ի կարծիքով վատացել է, 46.3%-ի կարծիքով բարելավվել է, 9.8%-ն էլ գտնում է, որ մնացել է նույնը։ Իսկ ինչպես կփոխվի ձեր ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը հաջորդ 1 տարվա ընթացքում հարցին, մարդկանց պատասխաններն ավելի լավատեսական էին։ 2016 թվականին միայն 21.7%-ն է կարծել, որ ամեն ինչ կվատանա, 29.6%-ը ենթադրում է, որ ամեն ինչ կմնա նույնը, 26.6%-ը վստահ է, որ կբարելավվի, իսկ 22.2%-ը դժվարացել է պատասխանել։ Ցուցանիշները տատանվում են կախված բնակության վայրից, կախված քաղաքային բնակավայրում ենք իրականացրել հարցումը, թե գյուղական բնակավայրում զգալի տարբերություն է տալիս։ Օրինակ, պատկերացրեք, գյուղաբնակ մարդիկ շատ ավելի լավատեսորեն են տրամադրված ապագա տարվա հանդեպ, քան օրինակ երևանաբնակները։ Երբ որ մարդկանց բարեկեցությունը մի փոքր ավելի բարձր է, առհասարակ կյանքի որակը մի փոքր ավելի բարձր է եւ եկամուտը համեմատաբար ավելի բարձր է, քան գյուղաբնակ մարդկանց մոտ, մարդիկ սկսում են ավելի շատ պահանջել եւ X-ը արդեն այնքան շատ է, որ հաջորդ եկող Y-ը բավական դժվար հասանելի է։ Դրա համար մենք երևանաբնակներս մի քիչ ավելի շատ ենք հոռետեսորեն տրամադրված։ Մեզանից շատերն այնքան են մտածում, թե ինչպիսին պիտի լինի կյանքը, որ իրականում չեն էլ նկատում, թե ինչպիսին է այն եւ վերածվում են կայուն դժգոհողների։ Անհիմն լավատեսությունը ավելի հաճախ հղի է այդպիսի հետևանքներով, կարող է մարդուն ավելի ծանր հոգեվիճակներ պատճառել, բայց լավատեսությունը շատ կարևոր անհրաժեշտ պայմաններից մեկն է հոգեպես առողջ լինելու համար։ Որտեղ եթե մենք ամեն օրվա պատահած ստրեսները, անհաջողությունները, դժվարությունները ոչ լավատեսական տեսանկյունից մոտենանք եւ վերցանենք, միշտ կյանքը անակնկալներ ունի, որ մեզ կդժգոհեցնի։ Կյանք դարձար չէ համառորեն պնդում են նրանք, ովքեր նախընտրում են հավատալ, որ ոչ թե իրենք են քիչ խելացի, պակաս աշխատասեր եւ ոչ այնքան ընդունակ, այլ կյանքն է անարդար։ Կյանքն արդար է, սա շատ լավ լուր է աշխատասերների ու չհանձնվողների համար եւ չափազանց դաժան պատատեսների ու ծույլերի։ Я того же мнения. Я того же мнения. Լիլիթ Սարգսյան, Արթուր Մկրտչյան, Առավոտը շանթում։
իշխանությունները լինում են տարբեր, այն ձախորդ օրերի պես գալիս են ու անցնում։ Ով է հիշում, ով էր իշխանությանը, ասենք Սարդարապատի ճակատամարտի ժամանակ, մանավանդ որ Թիֆլիսում էին նստած, բայց Սարդարապատը հիշում ենք սիրելներս։ Հայրենիքը միակն է եւ հավերժ։ Ինչպես ասել է Բենջամին Ֆրանկլինը, օրենքն ու մարդը շատ նման են։ Օրինակ որոշ մարդիկ մահանում են 25 տարեկանում, բայց հողարկավորությունը տեղի ունենում 75-ում։ Այսօրվա համար այսքանը, մնացեք բարով։ Անպայման ցտեսություն։